հարուստ ունե, որ խավը, արտոնյալ խավը սեփականի թուղթովությամբ դա անվճար չէր տրամադրում, վստահաբար փոխադարձություն կար։ Ներկուսակցական ժողովրդավարության master class ցուցաբերեց։ Առաջին շաբաթներին օպոնենտ կողմից հնչում են տեսակետներ, որ տեսեք, հեսա ժամանակավոր կառավարչի գալուց հետո կորուստները թռնելու են վերև բան։ Ոնց կլինի Հայաստանի հեծը ունենա 6.5% կորուստ։ Մի խաբեք ինձ։ Ու ժամանակին խլված այսօր օրենքի եւ իրավունքի գերակայության պայմաններում պետությունը վերադարձնում է իրեն ու իր ժողովրդին։ Ցանկացած իրավիճակում ես էքստրաորդինար այսպես ասած որոշումներ եմ կայացնում ընտրտոքի մեջ է քաղաքական թիմի, ճիշտ թիմի ինքը շատ ավելի առաջնորդ է, քան ղեկավար։ Պարոն Երիցյանը ինձ մի քանի անգամ պատմել է նախկինում տեղի ունեցած այդ դեպքերի մասին, որտեղ ես թերացա, որտեղ պասիվացա գուցե, որտեղ չարթրացրի Ողջույն Արմլուլ լրատվականի հարգելի հետևորդներ։ Ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում այս անգամ մենք զրուցելու ենք Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Ողջույն, պարոն Պետրոսյան։ Շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցիք նաև ձեզ հետ զրուցել։ Պարոն Պետրոսյան, ես կուզեմ այսպես նկարագրել ձեզ, դուք Նիկոլ Փաշինյանի կաբինետի ամենավստահելի ազդեցիկ դեմքերից մեկն եք, ով հայտնվում է այնտեղ, որտեղ իրավիճակը թեժ է եւ պետք է այդ հարցերը կարգի բերել եւ այսօր ես կարծում եմ, որ մենք նաեւ թեժ հարցազրույց կունենանք, բայց կխնդրեմ լինել ազնիվ, անկեղծ մեզ հետ, որպեսզի հանրությանը ներկայացնենք ձեզ, ով է Ռոմանոս Պետրոսյանը, ինչ ճանապարհ է անցել ու նաեւ հուսով եմ չենք վիճի, որովհետեւ լինում է ժամանակահատված, երբ որ ԿՊԱ-ականների հետ շատ սուր վեճերի ենք բռնվում։ Հիմա սկսենք մի հարցից, հա, ինչպես է ստացվում, որ հենց Ռոմանոս Պետրոսյանին են ընտրում ուղարկել այնպիսի մի կետ, որտեղ իրավիճակը թեժ է եւ պետք է ամեն ինչ հանդարտեցնել։ Դուք եք որոշում կայացնում, որ դուք եք գնալու, թե որոշումը միշտ լինում է վարչապետ Նիկոլ Փաշինյանինը։ Շնորհակալ եմ նման բնորոշման համար, ինձ համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն անշուշտ։ Բնականաբար պետական բարձրաստիճան կարգավիճակ ստանալու համար վարչապետի որոշումն է պետք եւ վարչապետի հայեցողությունը։ Ինչի համար շնորհակալ եմ անկեղծ եւ վարչապետին եւ թիմին եւ նաեւ այդ որոշումները, որոնք որ կայացնում է վարչապետը իմ գործունեության վերաբերյալ, բնականաբար քննարկում է, խորհրդակցում է մեր գուցե պատկան մարմինների, գուցե նաև նեղ քաղաքական թիմի, այդ թվում է իհարկե ինձ հետ է քննարկում, որից հետո գործունեություն է այնտեղ, որտեղ որ ինքը հարկ է համարում, դա վարչապետի որոշումն է, այսպես ասած։ Ես երբևէ այսպես ասած նախաձեռնողի դերում որևէ կարգավիճակ ստանալու չեմ եղել ու չեմ լինի բնականաբար դա ինձ համար խորհրդային աշխատավոճում։ Ինչպես եք համաձայնվում օրինակ գնալ այնպիսի տեղ, որտեղ իրավիճակը հեղեղուկ է, չգիտեք ինչ է կատարվում, օրինակ եկել եք հեծ, որտեղ ձեզ անծանոթ էր ոլորտը ու պետք է կառավարել ճգնաժամից հանել իրավիճակը։ Դուք միանգամից համաձայնվում եք, թե կարելի է ասել երկար մտածելուց հետո եք այդ քայլին գնում։ Հետաքրքիր եւ շատ խորքեր ունեցող հարց եք տալիս։ Տեսեք, ցանկացած առաքելություն ես կասեի դա, հանձնառություն կասեի դա։ Ինձ առաջադրելիս բնականաբար ես նախ եւ առաջ դա գնահատում եմ որպես նաեւ մեծ պատիվ, որ այդ ընտրությունը ինձ վրա է նաեւ կանգ առել եւ երկրորդիվ ինձ համար պետք է ի սկզբանե հստակ լինի, ինչու նաեւ վարչապետը ինքն է համոզված առաջադրվող խնդիրը։ Վարչապետը բազմաթիվ անգամ իր խոսքում ասել է, որ եթե խնդրի լուծում եք ուզում, ապա պետք է խնդիրը հստակ ձևակերպեք։ Ճիշտ ձևակերպած խնդիրը արդեն խնդրի լուծման կեսն է կարելի ասել։ Եվ ցանկացած կարգավիճակում ինձ դիտարկելիս, բնականաբար առաջնահերթ խնդիրն է առաջադրվում եւ ես պետք է հասկանամ, ինչ խնդիր պետք է լուծեմ։ Կարգավիճակով պայմանավորված տեղափոխմամբ եւ այդ թվում ամենակարևորը պետական հանրային շահի տեսակետից այդ խնդիրը լուծելու համար ինձանից ինչ է պահանջվելու, ինչ որոշումներ, ինչ մասշտաբներ, ինչ գործողություններ, ինչ բնույթի նաև, այսպես ասած, հանձնառություն է դա լինելու եւ արդեն թվով 4-րդ
կարգավիճակն է պետական ծառայության մեջ, որը թիմը վարչապետը նախ եւ առաջ ինձ վստահել են, եւ քաղաքական տեսակետից կա նաեւ կառավարչական, այսպես ասած, առաջնահերթություններ, որոնք որ պետք է ունակ լինենք կյանքի կոչելու։ Ես իմ գնահատմամբ կարծրատիպային լուծումների, կարծրատիպային որոշումների կրողը չեմ։ Ցանկացած իրավիճակում ես էքստրաորդինար, այսպես ասած, որոշումներ եմ կայացնում, որ միջին վիճակագրական պարագայում գուցե շատ-շատերը այդ թվում մեր ընկերներից չգնային նման որոշումների, եւ իմ որոշումներում ես միշտ վճռական եմ լինում, եւ եթե կայացրեցի որոշում, ապա անխուսափելիորեն պետք է կյանքի կոչվի դա, եւ ես գիտեմ որոշում կայացնելու, պատասխանատվություն ստանձնելու, այդ թվում նաեւ որոշումից ածանցվող հանրավոր այլ խնդիրների դիմագրավելու, այդ թվում քաղաքական հարվածներ ընդունելու եւ հարվածներ տալու, քննադատությունների թիրախում հայտնվելու, նաև քննադատություններին կառուցողական մոտեցում ցուցաբերելու, adekvat վարքագիծ դրսևորելու եւ կառուցողական քննադատություններից նաև դասեր քաղելու այդ ողջ պրակտիկան ես տիրապետում եմ կարելի ասել, այո, քննադատություն։ Ես շատ ըմբռնումով եմ մոտենում քննադատությանը, քննադատությունն է նաև որ հղկում է մեր աշխատավոճը, որ մեզ լրացուցիչ փորձառություն է ապարգևում։ Ես իմ քննադատերին, առողջ կառուցողական քննադատների մասն է խոսքը, ոչ թե զազրախոսների, ես իմ քննադատներին ուշով լսում եմ, վերլուծում եմ իրենց ասածը։ Ով կարող է լինել ձեզ քննադատ։ Միջին վիճակագրական քաղաքացին, միջև բարձրաստիճան պաշտոնյա, իհարկե վարչապետը։ Ես իմ քննադատներին նաև հարցեր եմ տալիս, իրենց տեսակետը ամբողջությամբ մարսելու, այսպես յուրացնելու։ Ես կարևոր որոշումներ կայացնելիս անխուսափելիորեն քննարկում եմ իմ թիմի անդամների հետ, իմ ընկերների հետ, ովքեր որ ներգրաված են որևէ կերպ իմ գործունեության մեջ, եւ պարտադիր բոլորի կարծիքը լսում եմ։ Կարևոր չէ որ իրենց կարծիքով շարժում բնականաբար, եթե ես եմ պատասխանատվությունը ստանձնել, որոշում պիտի կայացնեմ ես, բայց նաև իրենց կարծիքը շատ կարևոր է եւ ես արժևորում եմ յուրաքանչյուր թիմակցի կարծիքը ու դերակատարումը իրենց յուրաքանչյուրի կարգավիճակում իրենց դերակատարումը անգնահատելի է ինձ համար, որովհետեւ առանց թիմի չենք հաջողի։ Ես հեծում շուրջ 150 միջին ու բարձրաստիճան կարգավիճակներում մարդիկ եմ նշանակել աշխատանքի բոլորին անձնապես ճանաչելով տարբեր ոլորտներից, սկսած ուժային մեր կառույցներից, վերջացրած տեղական ինքնակառավարման մարմիններ, մասնավոր սեկտոր, բանկային ոլորտ, կոմերցիոն նաև ընկերություններից եմ ներգրավել, յուրաքանչյուրը իր փորձառությունը այսօր ներդրել է հեծի պետականացման խիստ պատվաբեր եւ նաև մարտահրավերներ ունեցող չելենջոտ, այսպես ասած, գործընթացին եւ Փառք Աստծո բնականon հունով կարծես թե տանում ենք դեպի վերջնարդյունք։ ՔՊ-ում ընկերներ ունեիք, ում կլսեք, օրինակ ՔՊ վարչությունում Արայիկ Հարություն հիմա այս պահին ունենք, իհարկե, ՔՊ-ում ունենք եւ շատ այս տարիների ընթացքում նաև ամրապնդվել է մեր ընկերությունը։ Այո, վարչության անդամների մեծ մասը իմ ընկերներն են, տարածքային կառույցներից լիքը ընկերներ ունենք։ Մի շարք ընկերներ, որոնք ում ձեռք են բերել վերջին շրջանում քաղաքական պետական գործունեության ընթացքում եւ բոլորին շատ կարեւորում եմ։ Ես ավելի շատ անձնակենտրոն գործիչ եմ։ Ես անձի մեջ կարևորում եմ այն որակները, որոնք որ ինքը ներդնում է պետական կառավարման գործում եւ դրանով պիտանի է լինում մեր պետությանը, մեր նաեւ ժողովրդի հանդեպ ստանձնած մեր հանձնառության պատվով կյանքի կոչմանը եւ նաեւ գուցե կադրային ճիշտ քաղաքականությունն էլ իր մեծ դերն ունի այն կարևոր առաքելություններում ինձ դիտարկելու, ինչպես դուք բնորոշեցիք, որ վարչապետը դիտարկել է, որտեղ ես կադրեր ընտրելիս մեծապես կարևորում եմ նաև մարդկային որակները հանդեպ քաղաքացու։ Մերոնք շատ են իմ թիմը հեծում, օրինակ շատ են այդ մասին ինձ հիշեցնում, որ ես ասենք որևէ սոցիալական որևէ խոցելի ուրեմն շերտի ներկայացուցիչ զինծառայողի ընտանիքի, այդ թվում նաև զոհված զինծառայողների ծնողների հետ կապված իրավիճակներ ես շատ էմոցիոնալ եմ ընդունում եւ ժամ ու պատարակ չկա, այսպես ասած, կարող ես կեսգիշերն անց նամակ ստանալ անձնական պրոֆիլին ժամը 2-ին 3-ին գիշերվա եւ
դրա մասով հանձնարարություն տամ իմ տեղակալներից որևէ մեկին կամ խորհրդականներից որևէ մեկին եւ առավոտ արդեն լուսադեմ եմ, ես արդյունք ակնկալեմ, ու եթե հանկարծ հապաղել է լուծումը, ես ասում դուք ոնց եք քնի գիշերը։ Իմալով որ նրանք ինչ որ հասցե հոսանքազրկված է պարտքի պատճառով ու գրել են իմեջին։ Եվ այդ մասով կարող եմ ասել, որ ի պատիվ մեր թիմի հետում դիտարական աշխատանք է կատարվել վերջին ամիսներին եւ 24 ժամի աշխատանքային ռեժիմում ենք անկեղծ եմ ասում։ Իսկ ինչ վերաբերել է դուք ձեր խոսքի սկզբում ասացիք որ ազնիվ լինեք եւ անկեղծ, ես միշտ ազնիվ եմ ու անկեղծ, այնպես որ ցանկացած հարցի կարող եմ պատասխանել անկաշկանդ։ Ձեզ համար, պարոն Պետրոսյան, քաղաքական պատասխանատվությունը ինչ է նշանակում պատասխանատու լինել Նիկոլ Փաշինյանին, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Բնականաբար քաղաքական թիմի լիդերը վարչապետն է։ Եվ հեղափոխության անբեկանելի ու անարարգելի առաջնորդն ու իդեոլոգը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ մեր կարգավիճակով, մեր գործունեությամբ մենք վերադասության կարգով առաջնորդության առումով հաշվետու ենք իրեն միանշանակ, բայց եւ գլոբալ առումով խոշոր հաշվով մեր գործունեության, մեր որոշումների արդյունքում ունեցած արդյունքի, իրավիճակի համար հաշվետու ենք մեր ժողովրդին ու մեր պետությանը։ Այսինքն կառավարման առաջնորդության տեսակետով բնականաբար հաշվետու ենք վարչապետին, գործունեության առհասարակ գնահատականի առումով բնականաբար հաշվետու ենք մեր ժողովրդին միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության իրավագիտակից քաղաքացու, որովհետև ես շատ կարևորում եմ իրավագիտակցությունը քաղաքացիական հասարակության մեջ, իրավագիտակից քաղաքացին կարող է կերտել կենսունակ ու դիմակայուն պետություն, ժողովրդավար, իրավական պետություն ու կայացած պետական ինստիտուտներ։ Եվ դա իմ թեզն է, ես բոլոր կարգավիճակներում եւ իմ թիմին եւ ինձ հետ որևէ կերպ արդյունք ունեցող մեր քաղաքացիներին միշտ ասել եմ՝ մի խանգարեք մեզ կառուցենք պետություն, որտեղ բոլոր այդ խնդիրները կլուծվի։ Ես անձնակենտրոն եմ, յուրաքանչյուրի խնդիրը ես հասցեագրում եմ, բայց խնդիրներ կան, որոնք համակարգային են եւ համակարգային լուծում տալով հարյուրների խնդիրը կլուծվի։ Թողեք մենք մեկ համակարգային լուծում տանք, 100-ի խնդիրը լուծվի, քան թե 100 հատ առանձին խնդիր լուծենք։ Չենք հասցնի այդպես։ 100 առանձին խնդիր լուծենք մի տարվա մեջ, թե մեկ համակարգային խնդիր լուծենք, կառուցակարգեր ներդնենք ու հարյուրավորների խնդիրը լուծվի, շատ ավելի է ավելի նախընտրել երկրորդ։ Ես ձեր խոսքերից հասկանում եմ, որ դուք Նիկոլ Փաշինյանին շատ եք ընդունում։ Ես հասկացա, որ սիրում, հարգում եք, նաև որպես ղեկավար, բայց նաև որպես անձ։ Ես ուզում եմ հասկանամ, որտեղ ծանոթացաք Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես է եղել ու ինչ հանգամանքում, հիշում եք։ Իհարկե հիշում եմ, ես վարչապետի քաղաքական գործունեությանը դեռ պատանեկան տարիքից էի ծանոթ, դեռ impeachment դաշինքին, հիմա շարժման հետ կապված դեռևս 2007 թվականին, 2008 թվականին նաև մարտի 1-յան նաև իրադարձությունների ֆոնին այդ շրջանում ես Մոսկվայում էի բնակվում։ 2 տարի ես 2006-2008 թվականին Մոսկվայում աշխատել եւ բնակվել։ Ապա 2008 թվականի վերջերին վերադարձել եմ հայրենիք, վերջնական որոշումը, որ այլևս չեմ մեկնելու արտերկիր եւ իմ գործունեությունը կապելու եմ Հայաստանի, մեր հայրենիքի, մեր պետության հետ եւ այդ շրջանում էլ որոշում կայացրել, որ պիտի ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ Անverջ անարդարությունից տրտնջալու բողոքելու փոխարեն, ինչպես ասում են, մեկ մոմ վարել։ Եվ 2009 թվականին արդեն աշխատանք եմ անցել Օրանժ Արմենիայում, գլխամասային գրասենյակում, վաճառքի տնօրինությունում 5 տարի աշխատել եմ։ Եվ ահա Օրանժում աշխատելու տարիներին փնտրտուքի մեջ էի քաղաքական թիմի, ճիշտ թիմի, որտեղ որ ես լիարժեք ինքնադրսևորվեմ որպես քաղաքական գործիչ ու այդ թիմի տածած գաղափարները, սկզբունքները, կուսակցության ծրագիրը առավելագույնս մոտ են իմ արժեհամակարգին եւ իմ սկզբունքներին, իմ աշխարհընկալումներին։ Եվ 2-3 տարի փնտրտուքից հետո հասկացա, որ չէ որևէ թիմ չկա, որ լիարժեքորեն չէր կարող դե այսպես ասած 100%-ով համգրել, բայց առավելագույնս մոտարկված լիներ, թեպետ լավ քաղաքական ուժեր կան նաեւ Հայաստանում, այլ լավ կուսակցություններ կան, արդար, ազնիվ նաեւ մղումներով, բայց 2013 թվականին, ուրեմն նույն միջև 2013 հավիճից 2012 թվականից արդեն որոշակի շփումներ որոշ քաղաքական գործիչների հետ առաջ եկան եւ արդեն 2013-ի փետրվարին նախագահական ընտրությունների հաջորդած այդ բողոքի ակցիաներին Ազատության հրապարակում հանդիպեցի վարչապետին պատահաբար
Ոչ թե պատահաբար դե ամբիոնում էր ելույթերում, ես էլ միշտ իմ ընկերներով այդ շարքերում էի։ Եվ ահա այդ միջավայրում հանդիպեցինք, բարևեցինք, զրուցեցինք, ծանոթացանք, դե բնական է իրեն ճանաչում ենք ինձ ոչ։ Այսպես ասած կոնտակտ ձևավորվեց նաև կապի մեջ էինք ընթացքում եւ արդեն 2012-ի դեկտեմբերի 9-ին, երբ քաղաքացիական հանրային պլատֆորմ ձևավորվեց, քաղաքացիական պայմանագրի վարչապետը մեր մյուս ընկերների 7 հոգանոց խորհուրդ ձևավորեցին եւ հանրային հրապարակում կատարեցին այդ մասին, on-line ձևաչափ կար անդամագրվելու այդ նախաձեռնությանը։ Եվ ես հենց առաջին օրերն էր, որ որոշում կայացրեցի անդամագրվելու քաղաքացիական պայմանագիր հանրային հասարակական հարթակին եւ ահա առաջին իսկ օրերից սկսեցինք այդ հանդիպումների շարքը շաբաթական 1-2 հանդիպում էին կանում, այն ժամանակ դեռևս Սայաթնովա 6 գրասենյակում քաղաքացիական պայմանագրի առաջին գրասենյակներ, այո։ Օրեր կար եւ նույնիսկ էլեկտրաէներգիայի սպառված էլեկտրաէներգիայի վարձի գումար չուներ նախաձեռնությունը եւ յուրաքանչյուրս մեր գրպանից հանգանակում էինք վարչապետն է մեզ հետ հավասար, ասենք 10 հոգով յուրաքանչյուրս օրինակ կարող է 10,000 դրամ հավաքեինք, որպեսզի կոմունալ ծախսերը, մաքրուհու վճարը եւ էլեկտրաէներգիայի մյուս վճարները կատարեինք, այդպես գրասենյակը պահեինք։ Եվ արդեն 2014 թվականի կեսերին, ավելի մոտ ավարտին, քննարկումների արդյունքում քաղաքական հայտ ներկայացնելու եւ քաղաքական գործունեությամբ զբաղվելու անխուսափելի ձևաչափը դա կուսակցական գործունեությունն է եւ նախաձեռնող խումբ ձևավորեցինք այդ խմբի մեջ նաեւ ես մի քանի տասնյակ մեր ընկերներով, այդ թվում նաեւ այսօրվա վարչության անդամների զգալի մասը, մեր հայտնի մեր կարկառունք քաղաքականների մի շարք ներկայացուցիչներ ու նախաձեռնող խմբով մի քանի ամիս տևած կոնսուլտացիաների մտագրողների արդյունքում որոշում կայացրեցինք, որ պետք է ուսակցություն հիմնենք։ Եվ արդեն 2015 թվականի մայիսի 30-ին հիմնադիր համաժողովը հրավիրվեց քաղաքացիական պայմանագրի կուսակցության, ես էլ ելույթ ունեցա այդ համաժողովին եւ ինքս էլ ընտրվեցի հիմնադիր վարչության անդամ եւ մի փոքրիկ գաղտնիք բացեմ, արդեն 5-րդ վարչության կազմում ես անընդհատ վերընտրվում եմ։ Քաղաքապայմանագրի վարչության 4 անդամներ, վարչապետը պարոն Ալեն Սիմոնյանը, պարոն Արայիկ Հարությունյանը եւ ես 4-ս բոլոր 5 վարչությունների անդամ ենք հանդիսանում։ Անընդհատ վերընտրվել ենք։ Հիմնադիրից սկսած այո։ Ինչպեսի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ձեզ համար ինչպես կբնորոշեք իրեն այս պահին նաեւ որպես վարչապետ։ Այսպես ասեմ, ինքը շատ ավելի առաջնորդ է, քան ղեկավար։ Առաջնորդությունը ինձ համար շատ ավելի կարևոր է, շատ ավելի գնահատելի է։ Բայց նաև որպես ղեկավար պահանջկոտ է, հստակ, շատ լավ որակ ունի խնդիրները հստակ առաջադրելու, վերջնաժամկետներ սահմանելու եւ ընթացիկ նաև հաշվետվությունների, ընթացիկ նաև ստատուսների, այսպես ճշգրտման գործիքակազմեր կիրառելու։ Ես նույնությամբ դա պրոյեկտում եմ իմ կառավարման շրջանում եւ գիտեմ, ես արդեն այնքան այսպես լավ եմ ճանաչում իր կառավարման մեթոդները, որ շատ հարցեր պարզապես չեն ծագում մեր մեջ։ Շատ հարցեր պարտադիր չի, որ ինքը ինձ տա, ես այդ մասին եմ ասում, որովհետեւ գիտեմ, որ տալու է անխուսափելիորեն, շատ հաշվետվություններ պարտադիր չի, որ պահանջի կամ սահմանի գործնեության բերումով տարբեր կարգավիճակներում, ես արդեն դա պատրաստ ունենում եմ եւ կարող ենք 24 ժամյա ռեժիմում ինձ կոնկրետ ոլորտին վերաբերող նեղ մասնագիտական հարցադրում անի իր հաջորդ օրվա ելույթի վերաբերյալ, ասենք որ պիտի անդրադառնա կամ հաջորդ օրերի հետ կապված ինչ որ քննարկման պիտի մասնակցի եւ այդտեղ իրեն որոշակի տեղեկատվությունը պետք, ասենք կեսգիշերն անց կարող է ինձ ինչ որ հարց տա այդ մասով, որ ինձ համար ժամանակ պահանջի նաեւ հստակ լրացուցիչ ճշտումներ անելու եւ ասենք առավոտյան 7-ին արդեն արդյունքը պահանջի։ Եվ նույնը ես եմ անում ենթականերին, որպեսզի արդյունքի հասնենք, այլապես այն ահռելի բեռի տակ, որ մենք մտել ենք եւ այսօր էլ կանք եւ ենք, անհնար կլիներ 8 ժամի աշխատանքային ստացիոնար աշխատակարգով արդյունքի հասնել, դա բացառվում է։ Իսկ եթե գիտեք կա հարց, որ պետք է զեկուցեք ու գիտեք, որ Փաշինյանին դա դուր չի գա, ինչպես եք զեկուցում, ինչպես եք ասում, գիտեք, որ կոնֆլիկտ է առաջանալու, կա ինչ որ տարբերակ մտածել եք։ Ես այդ մասով միշտ ուղղամիտ եմ, բոլորը գիտեն։ Ես իրերը կոչում իրենց անուններով բոլոր կարգավիճակներում։ Գուցե նաև դրանից է նաև որ ունեմ շատ մեծաթիվ ճուզողների բանակ, այսպես ասած, որովհետև ես միշտ եմ շեշտել, պետությունը վեր է ամեն ինչից ինձ համար, ամենավերևում Աստված։ Եթե մեզ
5000-ից ավել էթնիկ ծագում ունեցող ազգությունների ժողովուրդների մեջ 200-ի հասնող պետություն ունենալու բախտ վիճակվածների բախտն է մեզ նաև բաժին հասել, մենք պետք է շատ գորովանքով, շատ խնամքով ու խիստ պատասխանատվությամբ վերաբերում ենք մեր պետությանը, մեր ինքնիշխանությանը եւ ահա այդ գործում մեր այսպես ասած առաքելությունը հանդեպ մեր ժողովրդի եւ հանդեպ մեր պետության խիստ կարևորում եմ եւ ամեն ինչ անում եմ եւ շարունակել եմ անելու, որպեսզի արդարացնենք այն վստահությունը, որ մեր ուսերին է դրել մեր ժողովուրդը։ Պարոն Պետրոսյան, դուք Շամշադինից եք ու անակնկալ նշանակվում եք Կոտայքի մարզպետ, ոչ թե Տավուշի։ Հետ հեղափոխությունից հետո անմիջապես ի՞նչն էր խանգարում, որ գնայիք ձեր մարզ, ավելի լավ գիտեիք մարզը ըստիս, քան Կոտայքի մարզ, որը օտար էր ձեզ համար, արդյոք այն կարծիքները, որ Նիկոլ Փաշինյանի խավոր սանիկական հարաբերությունները նպաստել են, որ իրենք նշանակվեն մարզպետ Ղալումյանը, ու դա է պատճառ դարձել, որ դուք մարզ չեք գործողվել, այլ եկել եք Կոտայքի մարզ։ Ի՞նչն էր խանգարում։ Ես ծնունդով Տավուշի մարզից եմ, Չինարի գյուղից եմ, շատ չնաշխարհիկ գյուղից, այսպես ասեմ, խորանշատ վանքի հայացքի ներքո եմ, այսպես ասած, նաև աշխարհ հայացքս ձևավորել։ Բայց 7 տարեկանից արդեն մշտապես բնակվել եմ Աբովյան քաղաքում, Կոտայքի մարզում, հաճախել եմ Աբովյան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցը, միջև այսօր կապի մեջ եմ մանկավարժներից, տնօրենից։ Այդ շրջանում իմ նաև պատանեկան տարիներին, նաև զինվորական ծառայությունից հետո շատ ավելի ինտենսիվ հասարակական քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել։ Կուսակցական չեմ եղել երբևէ միջև մեր քաղաքականների հիմնադրումը, բայց տարբեր քաղաքական ուժերի հետ առնչվել եմ, տարբեր ընկերների ունեցել տարբեր կուսակցություններում եւ բոլոր քաղաքական գործընթացներին ես ակտիվ հանրային հասարակական գործունեություն եմ նաև ծավալել, այդ թվում նաև հանդիսացել եմ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության անդամ, ու անգամ նույն կազմակերպության կենտրոնական վարչության անդամ եմ ընտրվել համաժողովների արդյունքներով եւ Աբովյանում նաև երկար ժամանակավարի մասնաճյուղի խմբապետն եմ հանդիսացել եւ իմ քաղաքական հասարակական գործունեության առանցքը շատ ավելի Կոտայքում էր, քան Տավուշում։ Թեպետ Տավուշի հետ Չէ, նման որակումներ չի կարելի տալ, որը մեկը չի խանգարում, չի խանգարել եւ չի խանգարել Փաշինյանի, որ ձեզ Չէ, տեսեք, տրամաբանական էլ չէր, եթե ես ինքս նաև իմ ռեգիոնալ այսպես գործունեությունը հիմնականում Կոտայքում է տեղ ունեցել, իմ շրջապատը, լայն շրջապատը Կոտայքում է, այդ թվում նաև հանդիսանում են ոչ միայն մեր կուսակցության հիմնադիր անդամ, հիմնադրի վարչության անդամ, այլ նաև Աբովյանի տարածքային կազմակերպության հիմնադիրներից մեկն եմ ես, մեր կուսակցության այդ թվում հիմնադիր խորհրդի անդամ եմ, այլ զուգահեռաբար այդ շրջանում նաև երկու մարմիններում կարող ենք ներգրավված լինել, հետո արդեն կանոնադրությամբ այդ ցենզը արգելելու դրեցինք։ Եվ բնական է որ Կոտայքում, եթե ռեգիոնալ կարգավիճակ պետք է ստանայի, շատ ավելի բնական է Կոտայքում ստանալու այդ կարգավիճակը։ Թեպետ ես ձեզ ասացի մեր զրույցի սկզբում, ես որը պաշտոնյա ակնկալիք չեմ ունեցել, նման հաշվարկել չեմ ունեցել։ Ես ինքս մասնավոր ոլորտում եւ տելեկոմում եմ բավականին մասնագիտացել, լայն գործունեություն ծավալել եւ туриզմի ոլորտում ես նաեւ փոքրիկ ընկերություն էի, որը որ իմ պետական պաշտոնյանացնելուց անմիջապես դադարեցվեց ժամկետ եւ այս պահին կասեցման փուլում է, բայց եւ ինձ համար ասում մեծ պատիվ էր նաեւ կարգավիճակը ստանձնելու Կոտայքի մարզպետի եւ այն բարեփոխումները, այն առաջնահերթությունները, որոնք որ մենք հրճակել ենք մեր գործունեության սկզբից, կյանքի կոչելու հենց Կոտայքի մարզում բարդ քաղաքական, տնտեսական, կապիտալի, մարդկային ռեսուրսի տնօրինման առումով ամենաբարդ մարզերից մեկն է, եթե ոչ բարդագույնը։ Պարոն Պետրոսյան, եթե մեկ նախադասությամբ ձեզ ներկայացնենք որպես պաշտոնյայի, ինչպիսին էիք դուք հիմա եւ 2018 թվականին, որ համեմատում եք, ինչ որ փոփոխություն կա Ռոմանոս Պետրոսյանի միջեւ նախկին եւ ներկա։ Դե ահռելի պետական կառավարման փորձառություն ու գիտելիք եմ ձեռքբերել այս 8 տարիների ընթացքում։ Ես հիմա չեմ չափազանց ասելով, որ 5 մատից պես պետական կառավարման համակարգը տիրապետում եմ։ Այդ թվում նաև ինստիտուցիոնալ այն խնդիրները, որոնք որ պիտի լուծենք կամ լուծման մեջ են, կամ էլ երկարաժամկետ պլանավորման մեջ հնարավոր է դա լուծել։ Ինչպես նաև մեր ժողովրդի սոցիալ մշակութային մի շարք շերտեր կա, որ օրինակ ես չգիտեի ու գործունեության բերումով սովորեցի, իմացա։ Շատ հարցերի խնդիրներին մոտեցումների մեջ բավականին մեծ փորձառություն ձեռք բերեցի եւ խնդիրներ կա, որոնք որ օրինակ 10-19 թվականին կտրուկ
իմպերատիվ լուծումներ էի առաջադրում, տարիների ուրեմն հեռավորությունից նայելով կարելի է նաև այլ մոտեցումով, բայց լուծել խնդիրները, դա փորձառություն, կենսափորձ եւ պետական կառավարման համակարգում փորձառության հարց է, որը ձեռք ենք բերել տարի ընթացքում։ Ռոմանոս Պետրոսյանին այսօր ինչն է ամենաշատը անհանգստացնում որպես ՀՀ քաղաքացի եւ նաեւ որպես պաշտոնյա։ Որպես ՀՀ քաղաքացի նախ եւ առաջ ինձ անհանգստացնում է մեր թիմի քաղաքական գործունեության այսօրվա գլխավոր, այսպես ասած, ուղենիշ հանդիսացող խաղաղության այն փոքր վիճակը, ինչպես վարչապետն է բնութագրում, դեռահասի այն նորածնի վիճակը, որին պետք է շատ ուշադիր խնամքով վերաբերվենք, խնամենք, հասունանա, ուժեղանա, կենսունակ դառնա, դիմակայությունը ավելի ամրապնդի, ոչ թե անհանգստացնում, ավելի ճիշտ կարող եմ ասել խնամքի, այսպես ասած, հոգատարության կարիք ունի մեր ձեռք բերված փխրուն խաղաղության այն նախադրյալները, որոնց ուղղությամբ մենք պետք է շատ ուշադիր խնամքով ու հոգատարությամբ լինենք եւ անհանգստացնում է հետագա գործընթացներում, այդ թվում նաեւ ներքաղաքական, արտաքին քաղաքական որևէ կերպ չխաթարելը անխոսափելի խաղաղության գնալու մեր մղումներին։ Առաջերտին որպես հայաստանյան քաղաքացի, որպես պետական ծառայող, որպես քաղաքական գործիչ, բնականաբար բոլոր այն խնդիրները սկսած մեր միջին վիճակական քաղաքացուն հուզող կենցաղավարման մակարդակից, որոնք ացանցիալ են, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կառավարման համակարգի մարմինների կենսունակության, արդյունավետության խնդիրներից եւ վերջացրած աշխարհակաղակական հարցեր, վերջապես մեր հարևանությամբ ռազմական գործողություններ տեղի ունեցան, դարձյալ անորոշ է ինչ տեղի կունենա վաղը միսօր կամ միջնաժամկետ ապագայում, բնականաբար ինձ մտահոգում են այդ բոլոր իրողությունները։ Երբ որ Գյումրիից այսպես քայլելով գալիս էիք Նիկոլ Փաշինյանի հետ, դուք երբևիցե կմտածեիք, որ Ռոմանոս Պետրոսյանը մի օր այսպիսի պաշտոնում կհայտնվի կամ կունենա այն ջիպը, այն մեքենան, այն անվտանգությունը, չգիտեմ, այն մարդիկ, ովքեր այս պահին ձեր կողքին են, երբևէ ձեր մտքից այրով անցնում էր, անկեղծ էլի կասեք։ Ես անկեղծ հիմա պատասխանեմ, մի քիչ հարցի մեջ ընդհատեքս դրեցիք, ես միջև հեղափոխություն էլ ջիպ ունեի, անկեղծ ասեմ, ես երբևէ աշխատանքի ու եկամուտների խնդիր չեմ ունեցել, նաև ելնելով իմ համառությունից գուցե նաև ձգտումներից, բայց եւ պիտի ասեմ, առանձնահատուկ շեշտեմ, որ հեղափոխության առաջին օրերից ես Վանաձորում միացա քայլարշավին 3-4 օր անց արդեն ես որևէ վարքյան չեմ մտածել պետական պաշտոնի համար, անկեղծ եմ ասում։ Նույնիսկ ես վերջերս նաև առիթ եղավ այլ գործընկերոջ հետ մեր հարցազրույցի ժամանակ շեշտեցի մայիսի 8-ին երբ վարչապետը ընտրվեց արդեն ազգային ժողովում եւ մայիսի 11-12-ին արդեն կառավարությունը գրեթե լիովին ձևավորված է, բայց մարզպետերը դեռ նշանակված չեն։ Ես նույնիսկ այդ պահին պատկերացում չունեի, որ ես որևէ պաշտոն կունենամ։ Եվ Կոտայքի մարզպետի կարգավիճակն էլ ես երևի մայիսի 20-ից հետո ես իմացա վարչապետից, որ Կոտայքի մարզպետի կարգավիճակում եմ դիտարկվելու եւ արդեն հունիսի 1-ին նշանակվեցի։ Եվ ինձ համար հեղափոխությանը մասնակցելու մեր քաղաքական թիմի հետ վարչապետի գլխավորությամբ այդ գործընթացին ձեռնամուխ լինելու առաջին մղումը նպատակը եղել է օրենքի եւ իրավունքի գերակայություն հաստատելը մեր երկրում, զորբայապետության այն հորի բարքերի վերջ դնելը մեր երկրում, որտեղ կլինի կայացած պետություն եւ իրավագիտակից քաղաքացի հարաբերությունները։ Այս այդ հարաբերությունների երազանքով են մասնակցել հեղափոխությանը։ Իսկ առաջին անգամ, երբ որ արդեն պաշտոն ունեիք, ինչ հոգեվիճակում էիք։ Ինչու ոչ ես, թե չէ, ես պետք է լինեմ այդ պաշտոնին, Կոտայքի մարզպետ նշանակել։ Տեսեք, ես նախ եւ առաջ ցանկանում եմ առանձնահատուկ արժևորել այն վստահությունը, որ վարչապետը տածել է անձի նկատմամբ եւ շնորհակալ եմ վարչապետին նման բարձր վստահության համար։ Սա արդեն իմ թվով 4-րդ պետական բարձրաստիճան կարգավիճակն է եւ ես բոլոր կարգավիճակներում նախ եւ առաջ ձգտել եմ լինել ու մնալ մարդ, չկտրվել իրականությունից, չկտրվել այն սոցիալական միջավայրից, որտեղ ես առհասարակ ապրել եմ, ապրում եմ ու դեռ ապրելու եմ, որովհետև լավագույնս այդ միջավայրերում շարունակելով կենսագործել, խնդիրները ներսից տեսնելու եւ այդ խնդիրները հասցեագրելու ճանապարհն է։
այլապես չինովնիկական այդ կենսակերպ ինձ բացարձակ խորթ է, եւ ես չեմ շրջապատում ձեր ասած անվտանգության կամ իմ ընկերներին, իմ թիմակիցներն են, ես անվտանգություն չունեմ, ձեզ պարզ ասեմ։ Իմ օգնականներն են իմ ընկերները, իմ տեղականներն են իմ ընկերները։ Եթե անձնական հարցության մեջ վստահություն չլինի, չենք կարող պետական կառավարում իրականացնենք ու արդյունավետ լինենք եւ առաջին օրը, որ ես նշանակվեցի մարզպետի կարգավիճակում, ես մարզ էի վերադառնում եւ այդ օրը ես գիտակցեցի եւ մեծ պատիվ էր ինձ համար եւ մեծ պարտականություն էր, պարտավորվածություն էր, բայց նաեւ մեջս փոքր-ինչ երկյուղ կար, որ արդյոք ես կարող եմ ունակ եմ իմ կրթական սենսով, իմ փորձառությամբ, իմ գիտելիքներով արդարացնելու նախ եւ առաջ վարչապետի վստահությունը, ապա նաև մեր ժողովրդում ասում ես Կոտայքի մարզի մեր քաղաքացիների ակնկալիքները հետ հեղափոխական իրականության մեջ հեղափոխական թիմի կողմից նշանակված մարզպետից, որովհետև այդ փուլում հիշում եք ինքներդ նաև որոշակի էյֆորիա կար, որոշակի գերուրջացված ակնկալիքներ կար։ Մեր ժողովրդի մի զգալի հատված օրինակ ակնկալում էր, որ հեղափոխությունը եղավ, արդեն հետ հեղափոխական ժողովրդավար իրավական պետություն կառուցելու ջատագով ուժը եկավ իշխանության եւ մեկ օր հետո արդեն ունենալու ենք իրավական, սոցիալական ժողովրդավար պետություն, բայց այդպես չէ բնավ եւ ինքս էլ օրինակ արդեն շաբաթներ անց հասկացա, որ նաեւ միահարելի աշխատանք կան մեր ժողովրդի հետ, որովհետեւ մեր ժողովուրդը ով տեսել է նախկին հողի բարքերը, բայց նաեւ որոշակի շերտ սպասարկել է այդ հողի բարքերը։ Այդ թվում նաև կոռուպցիոն, հովանավորչական այդ երևույթները, որ եղել են մեր կյանքում, այդ երևույթների շահառուն էլ եղել մեր ժողովուրդը, մեր ժողովրդի մի հատվածը։ Այդ իշխանությունն էլ եղել մեր ժողովրդի մի մասը։ Թեկուզ գենետիկորեն չգիտեմ, ասենք նրանց մտածելակերպը եւ մղումները միջև օրս ինչպես են ձևավորված, բայց մեր ժողովուրդը արժանի է իրավական ուժեղ կենսունակ պետություն ունենալու եւ ապացուցել է արդեն 8 տարուց ավելի այդ իր հանձնառությունը, որ պատվով տանում է եւ վստահ եմ, որ այդ վճռականությունը ել ավելի ամրապնդվել առաջիկա համապետական ընտրություններին։ Դուք երբ որ Կոտայքի մարզպետ եք եղել, այդ ժամանակահատվածում վերջերս հետքն է բացահայտել, ընթերցեմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ նրա մերձավորները, Կոտայքի փոխմարզպետ ՔՊԱ-ական Հայկ Մկրտչյանը, Աբովյանի ավականու ՔՊԱ-ական ներողություն, ես այդ շրջանում Կոտայքի մարզպետ չեմ եղել։ Ես ուզում եմ հասկանամ, դուք տեղյակ եք եղել, այս ինչ մեխանիզմ է գործել, բնականաբար տեղյակ չեմ կարողացել են հեղափոխությունից հետո, ես մեր հանրությանը ներկայացնեմ ինչա տեղի ունեցել։ ՔՊԱ-ական ավականու անդամը, Million Mining ՍՊ-ի փոխտնօրենը, սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը, ՊՏՂ-ի համայնքի նախկին ղեկավարը փոխկապակցված ինչ որ փողերի լվացում են արել, հող են ձեռք բերել, տներ են սարքել։ Այդ ժամանակահատվածում ձևակերպումների մեջ Սոնա ջան շատ զգուշությամբ, որովհետև փող ինչ որ փողերի լվացում են արել, առհասարակ ինձ հայտնի չի նման փաստ եւ նման նաեւ ձևակերպումները դրանք քրեորեն հետապնդելի արարքներ են։ Ես դեռ շաբաթներ առաջ կոչ եմ արել մեր պատկան մարմիններին, այդ թվում նաեւ մասնավորապես գլխավոր դատախազության, քանի որ նաեւ օրենսդրությամբ գլխավոր դատախազության լիազորությունների մեջ է մտնում լրատվամիջոցների հանրային հարթակներում հնչեցված առերևույթ հանցակազմի հատկանիշ ունեցող հանգամանքների ուսումնասիրությունները, պարզումը, ճշգրտումը եւ եթե հաստատվում են այդ կարծիքները, տեսակետները, թեզերը, հնչեցված մտահոգությունները, հող են գնել, հողի վրա սկսել են շինարարական process։ Կոտայքի մարզում աշխատելու ժամանակահատվածում երբևէ տեղեկություն չեք ունեցել, որ այսպիսի ապօրինություն է գործում։ Այդ գործակները, որոնց մասին դուք հիմա ասում եք, դրանք տեղի են ունեցել շատ ավելի ուշ փուլում, քան ես Կոտայքի մարզպետն էի։ Եվ տեղեկություն չեք ունեցել երբևից էլ բնականաբար Ռոմանոս Պետրոսյանին դուր կգար, որ այսպիսի մեխանիզմներով պաշտոնյաները գնացել են հողերի վաճառքի անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ թիմայնության բնույթից, անկախ անձերից, որակից կամ անցած ճանապարհից կամ ում բարեկամն ու ազգական լինելուց, մեզ համար օրենքի գերակայությունը, առաջնահերթությունը եւ ես կոչ եմ արել եւ դարձել կոչ եմ անում իրապահներին, եթե այս մասով կան առերևույթ հանցակազմի հատկանիշներ, անմիջապես իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրել եւ ընթացքը լուծել օրենքով սահմանված կարգով։ Քաղաքական գնահատական կարող եմ տալ ձեր ասած։ Բնականաբար երբ ես Կոտայքի մարզպետն էի, Կոտայքի մարզպետին վերապահված լիազորությունների շրջանակներում, այդ թվում նաեւ համայնքներում համայնքապետերի, թիմ մարմինների հողային քաղաքականության նկատմամբ
վարչական եւ իրավական վերահսկողություն իրականացնելու լիազորությունների շրջանակներում ես տասնյակ հաղորդումներ եմ ներկայացրել եւ մարզի դատախազին, եւ գլխավոր դատախազին, եւ նաեւ մի փոքրիկ, այսպես ասած, հիշեցում ձեզ հիմա, վերջին շրջանում մեր հակակոռուպցիոն կոմիտեն, գլխավոր դատախազությունը բազմաթիվ հրապարակումներ է արել Աբովյան քաղաքի մասնավորապես հողային ֆոնդի հետ կապված ժամանակին, այսպես ասած, մեքենայությունների արդյունքում էժան գներով, ֆիկտիվ աճուրդների, խտրական գործիքակազմերի կիրառմամբ իրացված այդ կամ համայնքային սեփականության կամ պետական սեփականության նույնիսկ 60 հոդվածով օտարման ոչ ենթակա հողատարածքների, ուրեմն օտարված հողատարածքների վերադարձնելու դատախազական միջամտության եւ դատավարական ընթացակարգերի արդյունքում ես պատվով եւ նաեւ շնորհակալությամբ իրավ պահմարմինների հիմա ձեզ ասեմ, որ դրանց զգալի մասը դեռևս 18-ից 20 թվականների ընթացքում ես եմ հաղորդումները տվել եւ մարզի դատախազություն եւ գլխավոր դատախազություն ունեմ մի շարք նաեւ ունենք մի շարք դեպքեր եւ նույնիսկ հանցակազմի բացակայության հիմքով քրեական բարույթներ չեն նախաձեռնվել մարզի դատախազության ուրեմն շրջանակներում ես այդ չհարուցելու որոշումները վերադասության կարգով բողոքարկել եմ վերադաս դատախազին, գլխավոր դատախազություն եւ դրանք հարուցվել են ընթացքը պատշաճ նաեւ լուծվել են արդյունք տալով պետությանն ու մեր ժողովրդին։ Այսինքն այդ մասով որևէ կասկած, դույզնից կասկած չի կարող լինել, որ ես կարող եմ որևէ կերպ լոյալություն դրսել նմանատիպ երևույթների, բայց նաեւ մյուս կողմից էլ ասեմ, եթե ավագանու անդամ է եւ մասնավոր ընկերություն է հիմնել եւ մասնավոր գործունեությամբ է զբաղվում, կառուցապատում իրականացնող ավագանու անդամի լիազորությունների հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, որ համայնքային հողերի աճուրդներին մասնակցի, այդտեղ շահերի բախում չկա։ Կարևոր ինքը այդ հանձնաժողովում եւ աճուրդային նաեւ գործընթացների մեջ անձամբ ներգրաված չլինի, որպեսզի շահերի բախում չունենան։ Իսկ թե ինչ գնով են գնել ներողություն դա եմ ասում, իսկ թե ինչ գնով է աճուրդի դրվել, դրա ուղիղ պատասխանատուն համայնքի ղեկավարն է եւ աճուրդների իրականացման ուղիղ պատասխանատուն համայնքի ղեկավարն ու համայնքի ավագանին է, որ մեկնարկային ինչ գներ է սահմանում եւ ես դարձյալ կարող եմ վկայակոչել տասնյակ դեպքեր, երբ արդեն ՊՎԾ-ի ծառայության ղեկավարի կարգավիճակում մենք բազմաթիվ համայնքներին, այդ թվում Աբովյան համայնքին, քանի որ ուղիղ լիազորությունների խնդիր կա, այդտեղ ՊՎԾ-ն ուղիղ լիազորություններ չի կարող իրացնել վերահսկողական տեղական ինքնակառավարման մարմիններում, բայց մեզ ուղղված հանրագրերի, դիմում բողոքների, քաղաքացիների, այդ թվում հանրային հրապարակումներից ստացված տեղեկատվության վերության արդյունքում բազմաթիվ աճուրդներ պարզապես ՊՎԾ-ի կողմից իրենց լիազորություն, մեր լիազորության շրջանակներում ժամանակին տկեն նախարարության լիազորություն նկատմամբ, այլ մարմինների, այդ թվում նաև տեսչական մարմինների, այդ թվում հողային տեսչական լիազորություն իրականացնող Քաղշին տեսչական մարմնի լիազորություն նկատմամբ իրացնելիս մենք բազմաթիվ նմանատիպ աճուրդների չեղարկմանն ենք հասել ուղիղ կամ անուղղակի ներգործության արդյունքում կան բազմաթիվ համայնքներ, այդ թվում Աբովյան համայնքը, երբ հսկայական հողատարածքներ շատ չնչին գներով իրավական, օրենսդրական, անբիծ ձևակերպումներով եւ փաստաթղթավորմամբ դրվել է աճուրդի եւ պատշաճ վերլուծության արդյունքում վեր են քանել կոռուպցիոն ռիսկեր եւ համապատասխան մարմինների ներգրավմամբ մեր լիազորության շրջանակում կամ պարզապես առաջարկ են կատարել համայնքին չեղարկելու այդ աճուրդները կամ տվյալ մարմինների լիազորություններն են իրացրել տվյալ գործընթացների նկատմամբ չեղարկելու կամ աճուրդների մեկնարկային գները առավելագույնս մոտարկելու շուկայականին մոտարկված կադաստրային արժեքներին եւ ավելին ասեմ ձեզ նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում աճուրդային գործընթացների նկատմամբ վերջին ամիսներին եւ նախորդ տարի նույնիսկ վարչապետի ու կառավարության այդ ակնհայտ ուշադրությունը, որ կառավարության նիստերից մի քանիսում նույնիսկ այդ մասին խոսակցություն է լինում, նույնիսկ նաև ասեմ, որ երեկ բառացիորեն տկեն նախարար հայտարարեց, որ այլևս համայնքային գույքերը on-line աճուրդի գործիքակազմով պիտի իրացվեն, այդ ռիսկերի զգալի մասը հենց ՊՎՑ-ն է վերհանել ղեկավարման շրջանում եւ պատշաճ տեղեկանքներ են կազմվել, զեկուցել վարչապետին, վարչապետը արդեն իմպերատիվ հանձնարարականներ իջեցրել բոլոր պետական մարմինները, որոնք որևէ կերպ կոչված են վերահսկելու կամ կանոնակարգելու տվյալ ոլորտը եւ վերջին ամիսների ու վերջին տարվա այդ ուշադրության սևեռումը խոշոր հաշվով կարող եմ ասել, որ
մեծամասամբ նաև ՊՎՑ-ի վերլուծությունների ու վերահսկողական գործառույթությունում է տեղի ունեցել։ ԿՊԱ-ական Հայկ Օնջորյանի անունն է մշտապես շեշտվում, դրա համար ԶԼՄ-ների հանրության մոտ միշտ բաց է մնում, արդյոք դատախազը կգնա բարձելու հասկանալու ինչ է կատարվել այդ հողային վաճառքի հետ կապված, որովհետև երբ որ շեշտվում է ԿՊԱ-կանի անունը, երբ որ մի լիդերի անուն է նշվում իշխանությունից, ասում են, որ դա ծածկադմփոց է լինելու, չի Ես վստահեցնում եմ, ձեզ նման բան չկա։ Ես նաև վարչապետին շատ լավ ճանաչելով եմ ձեզ վստահեցնում, ձեր եթերից եմ վստահեցնում, չկա մեկ ԿՊԱ-ական կամ առհասարակ որևէ անձ մեր պետությունում, որ որևէ կերպ պետական մարմինները իրենց լիազորությունները, այդ թվում ուժային դատաիրավական համակարգի մարմինները որևէ կերպ ես լիազորությունները կաշկանդվեն իրացնելու տվյալ անձի նկատմամբ։ Ես ձեզ դա երաշխավորում եւ հավաստիացնում եմ։ Ցանկացած հանգամանք, ցանկացած հանրային հնչեղություն ունեցող նման փաստ միանշանակորեն վերլուծվում է, զեկուցում է պատկան մարմինների խողովակներով վարչապետին, վարչապետի ենթակա ուժային մարմինները կամ կառավարության առընթեր ուժային մարմինները վերադասության կարգով միանշանակորեն ուսումնասիրություններ ու մոնիթորինգներ իրականացնում, եւ եթե այդ փաստերը իրենց մեջ պարունակում են առերևույթ հանցակազմի հատկանիշներ, ես հավաստիացնում եմ, որ քրեական վարույթներ են նախաձեռնվում։ Պարզապես մեր լրատվականների մի զգալի մասը ցավ են նշում, այսպես ասած, աղտոր ջրում ձուկ բռնելու կամ կրակից շագանակ հանելու այդ մղումով թեման թեժացնում են, եւ մարդիկ դատարաններ են մտնում զրպարտանքների մեղադրանքներով, հերքվում են այդ ամեն ինչը, պատշաճ հերքումներ են տարածում, փաստեր ու փաստաթղթեր են նաեւ հանրայնացնում, հերքելու նմանատիպ անպագորգոր վերնագրերում տեղադրված այդ ականները, արի ու տես, որ նույն լրատվականները որևէ կերպ ականջալուր չեն լինում եւ նույն տիրաժավորմամբ չի տարածում հերքումը, քանի սկզբանե առաջին լուրն էր տարածում։ ՊՎՑ-ից խոսեցինք, պարոն Պետրոսյան, դուք ինչ դուրս եք եկել ՊՎՑ-ից, տեղափոխվել եք հետ, կարծես թե պասիվացել է ՊՎՑ-ի աշխատանքները, ձեր անձով է պայմանավորված, թե գործ չկա անելու։ Չէ, ասի որ պասիվացել է, ՊՎՑ-ն իր դիրքերում է վարչապետի վերահսկողական լիազորություններ իրականացնող պետական ինստիտուտ է ՊՎՑ-ն, որը որ վարչապետի հանձնարարությամբ կամ իր գործիքակազմով վերհանված ռիսկերի վերլուծությամբ կամ քաղաքացիների իրավաբանական անձանց կողմից ներկայացված հանրագրերի դիմում բողոքների հիման վրա վերահսկողություն իրականացնում պետական կառավարման համակարգի տարբեր մարմիններում, այս պայմանները շատ արդյունավետ գործում են իմ գործընկերները, պարզապես գուցե իմ նաև քաղաքական դերակատարմամբ է պայմանավորված, որ ՊՎՑ-ի անունը շատ չի հնչում հիմա, քանի որ ես ավելի շատ հանրային քաղաքական գործիչ եմ եւ իմ գործունեությունը ես նաև լայնորեն լուսաբանում եմ որպես հաշվետվություն, հանրային հաշվետվության նաև դրսևորում, գուցե դրանով է պայմանավորված։ Այսօր ՊՎՑ-ում ավելի շատ տեխնոկրատ պաշտոնյաներ են պաշտոնավարում եւ քաղաքական գործունեությամբ հայտնի կամ հանրային պետական գործիչ մասշտաբի առումով չունենք ՊՎՑ-ում։ Գուցե այդ պատճառով է, որ ձեզ մոտ այդ տպավորությունն է, բայց ՊՎՑ-ն իր դիրքերում է եւ պատվով կատարում է արժե դրած խնդիրը, ես դա վստահեցնում եմ։ Մի քիչ խոսենք թիմային, ներթիմային իրավիճակից։ Մարդիկ կան, որ այսօր նախընտրական ցուցակում շատ հետին պլանում մղվեցին, մարդիկ կան, որ առաջ են եկել, ավելի նոր դեմքեր են ցուցակում, տեսնում ենք երիտասարդ մարդիկ։ Ինչն էր խնդիրը։ Օրինակ Լենա Նազարյանը, որը թիմի հենց սկզբում ցես հետ է եղել, օրինակ եղել է Արփի Դավոյանը, որի էլի ցուցակում շատ հետ է, կանայք հիմա ուրիշ են, հա, դերակատարները փոխվել են։ Ինչ տեղի ունեցավ թիմում։ Շատ լավ հարց էր։ Տեսեք, երկու պատճառ կա դրան, ես այդպես եմ։ Դա իմ անձնական կարծիքն է։ Գուցե ինձ հետ համաձայն չլինեն իմ ընկերները։ Մի պարագայում պարզապես մեր ընկերներից շատերը ըստիս այդ թվում նաև մեր Լենա Նազարյանը իրենք նախընտրեցին ակտիվ քաղաքական գործունեություն չծավալել։ Եվ դա առաջի պատճառն է։ Ներթիմային խնդիրների պատճառով։ Չէ, պարզապես մարդիկ կենսակերպի։ Օրինակ հանրային թիրախավորման ռիսկերից ելնելով, պիտակավորման, այդ նաև դեղին մամուլի կոնկրետ ուժի կենտրոնների պատվերներով այդ զրպարտությունների, հերհյուրանքների ու այդ ուղղորդված ինֆոարշավներին ոչ բոլորն են որ կարողանում են դիմագրավել կամ պարզապես նյարդերը տեղի տալ են նաև արդարացիորեն։ Եվ երկրորդ պատճառը նաև արդեն կոնկրետ մեր ընկերների հանրային քաղաքական գործունեության արդյունքում այն գնահատականներ, որ տվեցին մեր պատվիրակները, մեր թիմակիցները։ Դուք ինքներդ ականատես եղաք, որ մեր կուսակցությունը, մասնավորապես վերջին տարիներին ու վերջին ամիսներին ներկուսակցական ժողովրդավարության
master class ցուցաբերեց։ Մենք երկու փուլով բաց թափանցիկ, նույնիսկ on-line հեռարձակմամբ պետական, ասենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործիքակազմերին խիստ մոտարկված ընտրատեղամաս կահավորելով, հանձնաժողովներ ձևավորելով եւ այդ թվում նաեւ տեխնոլոգիական լուծումներ առաջադրելով, որպեսզի մարդկային գործոն առավելագույնս նվազեցվի եւ չեզոքացվի, իրականացրեցինք մեր համասնական ցուցակի ձևավորումը։ Սկզբից շուրջ 300 տեխնացուներից ընտրեցինք առաջին 50-ին, որ ռեյտինգային ընտրակարգով արդեն դասավորեց բոլոր ռեյտինգները։ Եվ ապա ընտրական օրենսգրքի պահանջի համապատասխան համաժողովի ուրեմն շրջանակներում, մեր 8-րդ հերթական համաժողովի շրջանակներում իրականացվեց առաջին 30-ի ուղիղ ընտրությունը եւ հաստատվեց նաեւ համաժողովի վերջնական համաժողովի նիստում, լիագումար նիստում։ Եվ ահա այդ բոլոր գործընթացները անցել են ներկուսակցական քարոզարշավի, քաղաքական հանդիպումների, յուրաքանչյուրին այդ թվում նաև կարող եմ ասել մեր բարձրաստիճան պաշտոնյաների եւ վարչապետի պարագայում համահավասար պայմաններ ապահովելով նույն ասենք 3 րոպե ելույթի ժամանակ էր տրամադրում վարչապետին կամ մեր մարզային տարածքային կառույցներից մեկի խորհրդի անդամին, ովքեր որ երկուսն էլ համասնական ցուցակում ներգրավելու հայտ են ներկայացրել։ Եվ ահա այդ բացառիկ ժողովրդավար գործընթացների արդյունքում ձևավորվել է ցուցակը, որը բողոք նույնիսկ չի ստացվել վերահսկող հանձնաժողովի կողմից եւ 1116 պատվիրակներից բաղկացած այդ էլեկտորատը ուղիղ ռեյտինգավորման միջոցով ընտրել է յուրաքանչյուրին իր տեղում, որևէ մեկը կասկածի տակ չի առել իր ռեյտինգային, այսպես ասած, ներկուսակցական հեղինակությունը այդ տեղում գտնվելու արդյունքում։ Դա մեր ընտրողը, մեր պատվիրակը, մեր կուսակից ընկերներն են ընտրել եւ սուպերլիդերության կամ անձ կուսակցությունների բնորոշ կերպով չի որոշվել ովքեր են լինելու առաջի տասնյակում, 30-յակում կամ 100-յակում եւ ժողովրդավարական բացառիկ գործիքակազմերով ձեռած ցուցակի բերումով թե որտեղ են եկել, նախ եւ առաջ ինքը պետք է ինքը իրեն հարց տա, ինչու այդպես եղավ, որտեղ ես թերացա, որտեղ пассивացա գուցե, որտեղ չարթրացրի ին նկատմամբ տածած հույսերը, այդ թվում նաեւ թիմի կողմից դրված վստահությունը, բայց նաեւ անկախ իրենց տեղից բոլորը մեր ընկերներն են, մեր կուսակցական եւ թիմային ընկերներն են եւ ինձ համար եւս մեծ պատիվ է լինելու 17-րդը կանանց քվոտայի կիրառումից հետո։ Այո։ Պարոն Պետրոսյան, շատ ագրեսիվ քարոզարշավ դեռ չմեկնարկած, շատ ագրեսիվ խոսույթներով քարոզարշավ ճակերտներ մեջ սկսել է ԿՊ-ն ու թիրախավորում է ընդամենը 3 քաղաքական ուժի, մինչդեռ 19 քաղաքական ուժ արդեն առաջադրվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Ինչու՞։ Ինչի եք թիրախավորել 3 քաղաքական ուժի։ Կարող եմ թվարկել Սամվել Կարապետյանի առաջնորդած Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի։ Ինչը չեք հանդուրժում։ Այդ եզրույթների հետ ես համաձայն չեմ թիրախավորել եզրույթի եւ ագրեսիվ։ Ձեր թիմը ամեն օր կամ լայվերով կամ փոքրիկ ռիլներով դա քննադատություն է, դա թիրախավորում չէ։ Դա փաստերի նաեւ բարձրաձայնում է։ Կոնկրետ քաղաքական ուժեր դուք մատնանշեցիք, որ մեր ժողովուրդը նախքան հեղափոխությունը արդեն տեսել է կառավարման որակը, մոտեցումները, օգտագործած իրենց գործիքակազմերը, իրենց կառավարման տարիներին եւ խոշոր հաշվով ձեր մատնանշած բոլոր 3 ուժերն էլ օրգանապես, այսպես ասած, պորտալարով կապված են իրար հետ։ Իրենք ժամանակին եւ նախարարական պորտֆելներ են կիսել, եւ կառավարություն են կիսել, եւ կոալիցիոն կառավարում են իրականացրել։ Նույնիսկ ավելին ասեմ, իրենք նույն արժե համակարգի եւ սոցիալ մշակութային նաեւ շերտի մեջ են գտնվում։ Եվ մեր թիմի կողմից իրենց մասով քննադատությունը եւ իրերի իրական դրվածքի բացահայտումը եւ մատուցումը ժողովրդին, դա քաղաքական գործընթաց է, քաղաքականության մի մասն է, հանրային հրապարակային գործընթացը, ինչը շատ նորմալ է։ Թիրախավորում չկա այդտեղ։ Ես դուք ժամանակին աշխատել եք Երիցյաներ ընկերությունում, այնտեղ առաքիչ եք աշխատել։ Ոչ, ես առաքիչ չեմ աշխատել, թեպետ առաքիչի աշխատանքը որևէ կերպ արգահատելի չի։ Ես աշխատել եմ սուպերմարկետում որպես մենեջեր, փոխտնօրեն։ Լավ հարաբերություններ ունեցել եք Երիցյանին։ Եվ ունեմ միջև օրս, եւ ինձ համար վատ վիճակում են այս պահի։ Եվ ինձ համար մեծ պատիվ է։ Պետնախագահը խլել է իրենցից Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ իրենցից ընկերությունը։
Ես ուզում եմ հասկանամ, դուք այս պաշտոնում չեք օգնում իրենց անարդարություն կա, այս պահի դրությամբ իրենց հետ կապված, փորձեք վերականգնեք իրենց իրավունքները, լինելով պետական պաշտոնյա։ Ես մինչև այսօր էլ կապի մեջ եմ պարոն Երիցյանի հետ, հանդիպել եմ մի քանի անգամ տարբեր առիթներով, եւ պարոն Երիցյանը գիտի, որ բարեբախտաբար 18 թվականի գարնանից այս կողմ մենք ունենք իրավական օրենքի գերակայության եւ իրավունքի գերակայության պետություն եւ ցանկացած մտահոգություն, ցանկացած փաստ, ցանկացած հանգամանք, որը որ պարոն Երիցյանը կբարձրաձայնի կամ ինձ մոտ, կամ պատկան մարմիններում, կամ հանրայնորեն, կամ ձեր լրատվականում, կարող է դառնալ դատախազության, հակակոռուպցիոն կոմիտեի, քննչական կոմիտեի եւ մեր մյուս օպերատիվ ծառայությունների, ուրեմն ուսումնասիրության նյութ։ Պարոն Երիցյանը ինձ մի քանի անգամ պատմել է նախկինում տեղի ունեցած այդ դեպքերի մասին, պատմել է իր անցած ճանապարհի մասին եւ որևէ մտահոգություն մեր կառավարման շրջանում ինքը չի բարձրաձայնել առնվազն մեր առանձին հանդիպումների ժամանակ, որ ինքը կարիք ունի մեր պետական մարմինների աջակցության, միջամտության կամ արդարության վերականգնման։ Ինքը գիտի, որ իրավունքները այս պահին արդեն շուրջ 8 տարի պաշտպանված են եւ ինքը կարող է ցանկացած մտահոգություն բարձրաձայնել, հաղորդում ներկայացնել կամ առնվազն հանրային հնչեցնել։ Արդարությունը վերականգնել։ Արդարությունը վերականգնելու մասով ես պարոն Երիցյանից չեմ լսել որևէ բան այս պահին դեռ իրեն մտահոգում է եւ իրեն հետապնդում են կամ իրեն հարստահարել են եւ պատիժ չեն կրել։ Դա պատասխանատու կերպով եմ ասում։ Եվ անցնենք հեծի ձեր գալուն։ Դուք եկել եք ձեր դեմքով Նիկոլ Փաշինյանն ուղարկել է հեծ, պայքարում եք մի գործարարի դեմ, որը հայտնի է ամբողջ աշխարհին ու արդեն շուրջ 1 տարի բանտարկել եք։ Արդարության մասին, որ խոսում եք հեղափոխության ժամանակ, սա է արդարությունը, պարոն Պետրոսյան։ Տեսեք, ձեր հարցը, դուք հարց որ ձևակերպում եք, ամենայն հարգանքով իհարկե։ Դուք արդեն պնդումներ եք անում հարցի մեջ, գնահատականներ եք տալի, վճիռներ եք կայացնում, դատապարտում եք, արդարացնում եք մարդկանց, մեղադրանքներ եք ներկայացնում։ Խնդրում եմ ձեր հարցերի մեջ լինել առավելագույնս անաչառ եւ օբյեկտիվ։ Ես նշանակվել եմ պետական կառավարման համակարգի հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ՀՑԿ-ի նախագահի որոշմամբ, այն որոշման շրջանակում, որով որ վարչական վարույթ է հարուցվել հեծի նկատմամբ, որպես լիցենզավորված մենաշնորհային դիրք ունեցող էներգետիկ ռազմավարական ընկերություն եւ վարչական վարույթը հարուցվել է ՏԿ-ն նախարարի որպես լիազոր մարմնի ղեկավար հաղորդման հիման վրա։ Քաղաքական որոշումը, որ ով ստանձնի նման կարգավիճակ, առաքելություն եւ իր գուցե ունեցած փորձառությամբ, այդ թվում նաեւ պետական կառավարման համակարգում ունեցած իր փորձի ու ձեռք բերած գիտելիքների արդյունքով կարող է, այսպես ասած, ժողովրդական լեզվով գլուխ հանել այս գործընթացից, գուցե այդ պատճառով ընտրությունը կանգնել է ինձ վրա, վարչապետի եւ թիմում, բայց իրավական ֆորմալ ընթացակարգերով ՀՑԿ նախագահի սուվերեն որոշումն է սա, որ ինձ նշանակի ժամանակավոր կառավարիչ կանխարգելիչ միջոցառում իրականացնելու շրջանակում վարույթի որոշման, վարույթը նախատելու որոշման նույն որոշման շրջանակում, այսպես ասած։ Եվ գալով հետ իմ խնդիրն է օրենքով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովելու էներգետիկ մենաշնորհային դիրք ունեցող ռազմավարական ընկերության բնականon աշխատանքը, որպեսզի որևէ կերպ չխաթարվի էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը հանրապետության ողջ տարածքով, այդ թվում պետական մարմիններին, տնտեսության ոլորտ ճյուղերին եւ քաղաքացիներին, միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Բ. Վարույթի շրջանակներում, որպես նաեւ ՀՑԿ նախագահի կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչ, հասանելիություն ապահովելու ՀՑԿ-ի անդամներին, հանձնաժողովի անդամներին, ինչպես նաեւ մասնագիտական վարչություններին, մոնիթորինգներ, ուսումնասիրություններ եւ վերահսկողություն իրականացնելու հեծում, բարձելու իրերի իրական դրվածքը, քանի որ ունենք բազմաթիվ փաստեր եւ սեփականատեր եւ նախկին կառավարիչները թաքցրել են իրական պատկերը ոլորտը կարգավորող մարմնից տևական ժամանակ։ Գ. Լավարկելու ընկերության ֆինանսատնտեսական վիճակը, դրանով ավելի լավ պայմաններ ապահովելու միջին վիճակագրական հեծի աշխատակցի համար, ով նախ եւ առաջ նաեւ մեր քաղաքացին է, ունի հիմնարար իրավունքներ, աշխատանքային օրենսգրքով
Սահմանադրությամբ եւ այլ իրավակարգումներով սահմանված շուրջ 7000 աշխատակիցների մասին է։ Դ. Այն բոլոր ոլորտներում, որտեղ կան խնդիրներ եւ որոնց հետևանքով վերջնարդյունքում հարուցվեց վարչական վարույթ, ձեռնամուխ լինելու այդ խնդիրների գույքագրմանը եւ այդ խնդիրներին իմպերատիվ հրատապ ու կարճաժամկետ լուծումներ առաջադրելու արդյունքով վիճակը էականորեն լավարկելու, որպեսզի անխոսափելիորեն դա չանդրադառնա ներդրումային միջավայրի ուրեմն գրավչությանը, տնտեսական ակտիվությանը եւ մասնապես էներգետիկ ոլորտի զարգացման նախադրյալ ստեղծի։ Եվ այդպես կարող եմ շարունակել եւս մի քանի տասնյակ կետեր։ Գլոբալ 4-5 կետեր դրանք էին, որոնք որ օրենքի ուժով ինձ վերապահված լիազորություններ շրջանակներում ես պետք է կյանքի կոչել եւ ինչը անում եմ մինչ օրս։ Ինչ վերաբերում է ձերմյուս ձևակերպմանը, փակեցիկ, բանտարկեցիկ եւ այլն, այս պահին միայն հեծում, բացահայտված, վերհանված եւ զգալի մասին ձեռամբ ուրեմն իրապահներին, մասնապես գլխավոր դատախազություն փոխանցված նյութերի հիման վրա նախաձեռնվել է 2.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ։ Եվ բոլոր դեպքերում ունեւ ունենալու իմ 3.5 տարվա պետական վերահսկողական ծառայությունում ունեցած փորձառությունը եւ ձեռք բերած գիտելիքները ես դույզնիսկ չեմ կասկածում, հարգելով իհարկե բոլոր կողմերի անմեղության կանխավարկածը, բայց այդ փաստերը, որոնք վեր ենք հանել եւ հաղորդում ենք ներկայացրել իրապահներին եւ քրեական վարույթներն նախաձեռնվել, այդ փաստերի ապացուցումը մնում է միայն դատարաններում դատական այդ process-ների վերջնարդյունքում վճիռների ու դատական մարմինների վերջնական որոշումների ձևակերպում ստանան։ Այսինքն քրեադատավարական եւ մնացած ընթացակարգերով իրենք արդեն առավելագույնս ստուգված, ճշգրտված, նաեւ իմ աչքերում արդեն ապացուցման զգալի բեռը հաստատված նյութեր են։ Եվ այդ ամեն ինչի պատասխանատուները բնականաբար անխուսափելիորեն կամ սեփականատերերն ու իրենց կողմից նշանակված կառավարիչներն են, կամ տնօրեն խորհրդի դերակատարներն ու իրենց կողմից կառավարող հիմնարկի պաշտոնյաներն են, կամ էլ միջին, այդ թվում նաև ստորին, ինչի՞ միայն միջին, ստորին, միջին ու վերին ուղղակի կոնկրետ անձինք են, ովքեր որ կոնկրետ որոշումներ են կայացել, կոնկրետ գործողություններ են արել, որ վերջնարդյունքում մի քանի միլիոն կիլովատ-ժամ քանակի էլեկտրոէներգիա է հավելագրվել, ասենք մի քանի տասնյակ հազար բաժանորդների կամ մի քանի 100 հանրային սեկտորի ուրեմն ընկերությունների, այդ թվում բյուջետային ընկերությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, այնպիսին ինչպիսին օրինակ ինչ-որ քաղաքի արտաքին լուսավորության հողակն է, կոմունալ տնտեսության հողակն է, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, դպրոցների, ուսումնական կրթօջախների, ավելի ցավալի բան ասեմ, զորամասերի եւ այդ հավելագրումները բնավ պատահականության արդյունք չեն կարող լինել, հավելագրումները կարող են 1-2 ամիս լինել նաեւ տեղային ինքնագործունեության արդյունք, բայց համակարգային հավելագրումները բացառվում էր, որ իրացման տնօրինությունը տեղյակ չլիներ։ Մենք ամեն շաբաթ իրացման տնօրինության հետ վերլուծություններ ենք անում, կորուստները ինչ տենդենս ունեն վերջին շրջանում, ինչ աճեր ունենք որ տարածքներում, միջոցներ ենք ձեռնարկում կորուստները առավելագույնս նվազեցնելու, այդ թվում էլեկտրատեխնիկական նոր սարքավորումների, մալուխային գծերի, օդային գծերի փոփոխության, փոխարինման, վերանորոգման արդյունքում կորուստների նվազեցման ուղղությամբ։ Եվ առաջին ներողությունը շատ կարևոր հանգամանք, եւ երբ առաջին շաբաթներին օպոնենտ կողմից հնչում են տեսակետներ, որ տեսեք, հեսա ժամանակավոր կառավար չի գալուց հետո կորուստները թռնելու են վերև բան, մարդիկ հրաշալի գիտեն, որ իրանք այնքան հավելագրում են արել, որ այդ կորուստները արհեստականորեն նվազեցրել են, նկարել են, դրել են 7%-ից ցածր։ 7%-ը դա ՀՑԿ-ի կողմից 25 թվականի պլանն էր, ինչ նաև մնաց նույն 26 թվականի համար նույն պլանը։ Եվ այդտեղ այս մեդալ ունի երկու երես։ Ես ուզում եմ պարզաբանել, երբևէ նման այսպես առիթ չեմ ունեցել պատե հետ մասին մանրամասն խոսելու եւ ձեզ ասեմ, երբ հավելագրում կամ թերգրանցում են անում, հավելագրումը նա է, որ բաժանորդի հաշվիչի վրա հավելյալ ծախս են ցույց տալի, բաժանորդը դա չի սպառել, բայց ինքը ավելին է վճարում, քան ինքը սպառել է։ Իսկ ինքը ում փոխարեն ավել վճարում, ում որ սև փողերով էսպես ասած, ներողություն ձևակերպման համար լևի լույս են տվել։ Դա կարող լինի գործարան, դա կարող լինի օլիգարխի տուն, դա կարող լինի քրեական ենթամշակույթի տարբեր կալիբրի գործիչների ամառանոց, որոնք որ կյանքում տաշիր գրուպի տնօրինման շրջանում կամ դրանից ավելի վաղ շրջանում երբևէ սպառած էլեկտրոէներգիայի համար չեն վճարել։ Իրանք կապույտ արյուն ունեն, ունեցել են, այսօր չունեն։ Եվ ահա այդ շրջանակների ուրեմն սպառած էլեկտրոէներգիայի դիմաց վճարելա
համայնքային բյուջեն, պետբյուջեն եւ ֆիզիկական անձը, մեր քաղաքացին, մեր բաժանորդը։ Իսկ թերգրանցումը, երբ ինքնավար էներգոարտադրող արևային կայաններ, շուրջ 44600 այդպիսի կայան ունենք հանրապետությունում, որ մարդը իր տանը որոշակի հզորության կայան է դնում, իսկ սեփական կարիքները հոգալու, եթե ավելին է արտադրում, քան ինքը սպառել է, դա մղում է ցանց, հետ է մղում ցանց եւ դրա դիմաց հեծը իրեն վճարում է որպես մատակարար։ Բավականին ցածր սակագնով 13 դնա պլյուս այնտես։ Եվ ահա մարդը արտադրում է ավելին, քան ինքը սպառում է, եւ այդ արտադրածը հետ է մղում ցանց, հեծը վաճառում է բաժանորդներին, գումար է հավաքում, բայց այս մարդու արտադրած էլեկտրոէներգիայի դիմաց չի վճարում այս մարդու։ Ներողություն ձևակերպում, գցում է այդ մարդը։ Եվ դրա փաստերով էլ ունենք հազարավոր արձանագրված ուրեմն դեպքեր եւ միլիոնավոր կիլովատժամ հավելագրման քանակ փաստացի հաշվառված, ապացուցված եւ քրեական վարույթների նյութերում այս պահին արդեն փաստաթղթավորված։ Եվ այդ ամենի հավելագրումների եւ թերգրանցումների նպատակը այն է եղել, որ ցանցում արկա կորուստները, գողությունները եւ զարտուղի միջոցներով բաշխած ու դրանց դիմաց չգանձած էլեկտրոէներգիայի ահռելի ծավալները արհեստականորեն նմանատիպ արերևույթ մեքենայությունների միջոցով նվազեցնեն, հասցնեն թույլատրել 7%-ի։ Ասեք քաղաք կա, որտեղ որ վատթար ենթակառուցվածքներ ես իմ աշկով եմ տեսել, ինձ բերել են առաջի օրին հաշվեցին, որ այնտեղ կորուստը 4.5%։ Ասում Ժորժան 4.5% ֆրանսիական ենթակառուցվածքներում կա։ Շվեդիայում այս պայն 5% կորուստ։ Ոնց կլինի Հայաստանի հեծը ունենա 6.5% կորուստ։ Մի խաբեք ինձ։ Եվ ահա այդ առաջի օրերը, երբ արդեն մենք անխոնջ պայքարի ձեռնամուխ եղանք եւ բացահայտումներ իրականացրեցինք, այդ թվում կալանավորումները տեղի ունեցան, ձերբակալությունները տեղի ունեցան, ցանցի պետ այս պահին կալանավորված, պատկերացրեք նախքին։ Եվ անխոնջ պայքարի արդյունքում բոլոր մեր ստորին, միջին ու վերին օղակի աշխատակիցները դեռևս այն շրջանում գործած ու դեռևս լիազորությունը շարունակող հասկացան, որ այլևս այս գործելավոճը կտրականապես մերժված է եւ չի լինելու, չի հանդուրժվելու, ձեռնպահ մնացին այդ երևույթներից եւ արդյունքում կորուստները թռան մինչեւ 18-20%։ Այսինքն շարունակում են գողանալ, բայց չէին կարող հավելագրել, որ գողացածը ծածկեն։ Եվ դա ինձ ուրախացրեց այդ փաստը։ Շատերը ինձ տարօրինակ են նայում, ասում ոնց կորուստները թռել է, դուք ուրախ եք, ասի այո, մեզ հաջողվեց առաջի խնդիրը լուծել։ Կանխարգելել ու բացառել հավելագրումները ու թերգրանցումները։ Հիմա խնդիր թիվ 2 գտնել գողությունները, որտեղ որ կորուստը թռել է 18%, այնտեղ կա գողություն։ Ցանցը տեխնիկական օբյեկտիվ առումով կարող ունենա մինչև 8-10-12% կորուստ այս պահին։ 6-5-8%-ը գողություն է։ Գնացեք ու գտեք գողացողներին։ Եվ սկսած բոլոր համայնքներում նոր կառուցվող շինհրապարակներ, մասսայական մեծ ծախս ունեցող, մեծ սպառում ունեցող, նախկին ու ներկա պաշտոնների առանձնատներ, տարբեր մասշտաբի բիզնես գործիչների, օլիգարխների, ճակերտավոր բարարների բիզնես օբյեկտներ, ժամանցի օբյեկտներ, տոտալ ստուգումների արդյունքում մենք վեր հանեցինք, այո, հազարավոր զարտուղի միացումներ, որոնք սպասարկում էր առանց այդ էլ հարուստ ունևոր խավը, արտոնյալ խավը սեփականի թուղթովությամբ ցավով եմ նշում, կամ որոշ շրջանակների հանցավոր համագործակցությամբ, որովհետև այդ ամեն ինչը անվճար չէր տրամադրում վստահաբար, փոխադարձություն կար վստահաբար։ Մի մասը կանխի գումարով էին փոխադարձում, սպառածի կես գումարը գուցե կարող եմ տրամաբաներ ենթադրել։ Մի մասը պարզապես արտոնել համարելով, ուղղակի իրենք այդպես էին ճիշտը գտելու, այդպես գնացել էր տարիներով։ Ինչևէ, մեզ հաջողվեց կորուստները 18%-ից դարձնել որոշ ցանցերում նվազեցնել, հասցնել 8, 9, արդեն 7, այդ իրական կորուստներն են արդեն։ Առավելագույնս մոտ ես չեմ բացառում հիմա, պաշտոնապես ասեմ, որ X ցանցում, X սուբյեկտը, X ոչ բարեխիղճ աշխատակիցը, նախկինից մնացած, նորերին ես բացառում, որովհետև նորին բոլորին անձամբ ենք ինստրուկտաժանում, նաև դեռ շարունակի նման երևույթներ արատավոր, բայց ես պաշտոնապես եմ ասում, որին որ բացահայտեցինք, օրենքի ողջ խստությամբ դատապարտելու ենք, նաև հանրային պարսավանքի ենք ենթարկելու ու դրա արդյունքներ արդեն ունենք։ Արդեն տեղերից գալիս են ազդակներ, տեսուչներն իրենք են նահազանգում, որ ժամանակի նման երևույթ է եղել, մեզ պարտադրել են, հիմա մենք ինչպես վարվենք։ Եվ մենք նայում ենք, տեսնենք ինչ ծավալների մասն է, ինչ
Մեկին ազատումով, կարգապահականով ենք դուրս, որը շատ դեպքերում երբ արդեն ակնհայտ քրեիրավական հանցակազմի տարեկան միանշանակ ուղարկում ենք քրեիրավական գնահատական իրապահ մարմինների, եւ այս պահին մեզ հաջողվել է էականորեն նվազեցնելու ցանցում գողությունը, իսկ հավելագրումներն ու թերգրանցումները ամենօրյա աշխատանքի արդյունքում չկա մի բողոք, մի նամակ, որ ես ականջալուր չլինեմ հնարավոր թերգրանցման կամ հավելագրման մասով եւ ձեզ մի փոքրիկ գաղտնիք բացեմ, ես օրական 200-ից ավելի բողոք դիմում եմ անձամբ կարդում մակագրում առանց զլանալու օրական իմ օգնականները 3 օգնական ունեմ ամբողջ օրը 4 խողովակով դիմում բողոք են բերում իմ սեղան մեկը Բալբրի պետական համակարգի միջև եղած փաստաշրջանության համակարգն է տարբեր մարմիններից եկած հասցեագրված բողոքներ այդ թվում վարչապետի աշխատակազմից քաղաքացի վարչապետին է բողոքում վարչապետը մեզ է հասցեագրում երկրորդը մեր 5 սպասարկման սրահներում ուրեմն ընդունված բողոք դիմումներ այդ թվում նաև մեր անցակետում որտեղ դուք անցաք քաղաքացիներին բերում բողոք դիմում են թողում երրորդը հայ փոստով եւ կապի այլ միջոցներով եւ չորրորդը նաեւ 180 մեր հեռախոսազանգերի կենտրոնով եւ բոլոր խողովակներով չկա մի բողոք դիմում որ անձամբ ես չծանոթանամ դա նախ ինձապետ որպեսզի տիրապետեմ իրական դրվածքին ցանցում ահռելի կառույցում եւ այդ խնդիրները գույքագրելու արդյունքում ես համակարգային լուծումներ եմ առաջադրում այդ խնդիրներին հնդածս երկրորդը կետային լուծումներ տալու առումով երրորդը նաեւ ինստիտուտների կենսունակությունը ստուգելու առումով Օրինակ միտեղ մի տեսու չկարա մի հատ հարց լուծի, հարցը հասնում է միջև վարչապետ։ Եվ ես անպայմանորեն հետագծով իջնում միջև այդ տեսուչ, ու այդ տեսուչը հաստատ կարգապահական որևէ նկատողություն ստանում է, որ ինքը թերացել է անտարբեր եղել բողոքին, անտարբեր եղել քաղաքացու ահազանգին եւ հարցը հասել է միջև հանրապետության բարձրագույն ղեկավարություն կամ ինձ, ժամկետ կառավարիչ։ Եվ խնդիրներ կան, որոնք որ համակարգային լուծումներ են, առանց դրանց չէր կարելի լուծել եւ այդ խնդիրները եւս ես ծանոթանում եմ ու ամենակարևորը ես մակագրելիս վերջնաժամկետներ եմ սահմանում որովհետեւ չունենք մի վիճակ, երբ օրինակ ես երբ ինքս ՊՎԾ ղեկավարը եւ հետից հետ կապված տասնյակ բողոքներ ու հանրագրեր եք ստանում, այդ թվում տնտեսվարողներից, էներգետիկայի ոլորտի ներկրողներ, արտադրողներ չեն կարող որևէ կերպ մտնելու հեցի տնտեսվարման արժեշղթա Ասեք հեծին ՊՎԾ-ն գրություններ ուղարկում, եթե պետական մարմինում 3-ից 5 օր է պահանջում ՊՎԾ-ին պարզաբանում տալու կամ պատասխան ուղարկելու, ասեք հեծում 2 ամիս գալի գրություն կողրում էր։ Այդ կարգի որակավորներ չտամ իհարկե, վիճակ էր հեծում եւ միայն հեռախոսազանգերի եւ հետեւողականության շնորհիվ էր որ ստանում ենք պատշաճ պարզաբանը, որովհետեւ նաեւ քաղաքացու խնդիրը կարողանանք պատշաճ հասցեագրել կամ լուծում առաջադրել։ Հիմա պետական մարմիններից հետ հասցեագրված գրությունների տկենը, էկոնոմիկայի նախարարություն, այդ թվում ՀՑԿ-հն կարգավորող մարմին, առավելագույնը մեզ պահանջվում է 5-ից 7 օր, ինչպես նաև կարգն է սահմանում քաղաքացիների եւ բիզնեսի, ուրեմն ներկայացուցիչների գրությունները մենք պատասխանում պարզաբանում ենք առավելագույնը 10 օրյա ժամկետում, իսկ այնպիսի գործընթացները, որոնք լրացուցիչ ժամկետներ են պահանջում, ավելի ջանք, ավելի տեղեկատվություն ազդեցության մասին նաև օրենքի կարգավորումներով, մինչև 30 օրյա ժամկետ է սահմանված, որպես տեղեկատվություն, այդ պարագայում մենք առաջնորդվում ենք այդ կարգավորումներով, թեպետ դեռևս պետական մարմին չէ, հենց այս պայն դե յուրը դեռևս մասնավոր ընկերություն է, թեպետ հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում է գործում։ Հիմա որ մենք խոստացել էինք ազնիվ եւ անկեղծ զրույց ունենալ, հանուն արդարության կասեք, եթե Սամվել Կարապետյանը չհայտարարեր քաղաքականություն մտնելու, քաղաքական հայտ չներկայացներ, ձեր իշխանությունը կգնար այս քայլին, որ նկարագրեցիք, որովհետեւ լսելով, որ Սամվել Կարապետյանը ուզում է քաղաքականությամբ զբաղվել, պաշտպանեց եկեղեցուն մի փոքր խոսքով, դրանից հետո սկսվեց հեծի խլելը, չգիտեմ, ձեզ դուր չի գալիս, հեծի խլման process-ը, Սամվել Կարապետյանի բանտարկությունը, ինչպես հասկանա քաղաքացին, սա իսկապես պայքար էր հեծը փրկելու, թե ուղղակի Սամվել Կարապետյանին լռեցնելու։ Շատ պատե առիթ է, ես ամբողջ գործընթացը ձեզ հիմա փաստերով ներկայացնեմ, որպես ձեր գնահատականները 180 աշնով փոխվեն։ Եվ երկրորդը հարգելի Սոնա, խնդրում եմ խլել եզրույթը մի օգտագործեք, մենք ձեզ արդեն գրեթե 1 ժամ շփվում ենք եւ խլելու որևէ դույզնիսկ ակնակ դուք չեք կարող գտնել իմ բոլոր գործողությունների մեջ մտած բառակապակցություն։ Քավլիցի մեր հանրությունը լավագույնս է հասկանում ինչա տեղի ունի։ Մեր հանրությունը մաշկի վրա ազգում ինչա տեղի ունի։ Մեր հանրությունը անջատումների, վթարները կանխարգելու, վթարաբերական աշխատանքների օպերատիվությունը հասկանում է ինչա տեղի ունի։ Դուք հանրության անունից նման եզրույթներ մի ձևակերպեք, խնդրում եմ։ Հիմա ինչա տեղի ունեցել։ Այո։
Դեռևս 24 թվականին վարույթը հարուցելուց ՀՑԿՀ կողմից, ՀՑԿ նախագահի կողմից վարչական վարույթը հարուցելուց շուրջ 10 ամիս առաջ 24 թվականի սեպտեմբեր ամսին ազգային ժողովում գլխադասային հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել լսումներ էներգետիկ ոլորտում արկա համակարգային խնդիրների վերաբերյալ քաղաքացիներից, բիզնեսից եւ տարբեր սոցիալական շերտերից ստացված բազմաթիվ բողոքների, դիմումների, այդ թվում նաև դիմումներ, որոնք հասցեագրված են հենց վարչապետին, վարչապետի աշխատակազմ, պետական կառավարման համակարգի այլ մարմիններ, ՏԿ-ն, ՀՑԿՀ եւ այլն, եւ այդ համատեքստում առաջացած իրավիճակը քննարկելու, լուծումներ առաջադրելու, լուծումներ գտնելու, դրանք հասցեագրելու համար ազգային ժողովում լսումներ անցկացվեցին։ Դեռ 24 թվականի սեպտեմբեր որևէ մեկը չէր մտածում, որ սեփականատերը քաղաքականություն մտնելու հայտ կներկայացնեն կամ նման միտք ունեն գուցե։ Գուցե իրենց ներսում իրենք ունեն արդեն այդ միտքը եւ իրենք էլ նաեւ սկսեցին հեցի հետ կապված հնարավոր զարգացումների ռիսկերը գնահատել։ Ես ունեմ նման տեղեկատվություն, բայց այդ մասին դեռ այսօր չեմ խոսի։ Եվ 24 թվականի սեպտեմբերի այդ լսումների արդյունքում ուրեմն իրենց այն շրջանում իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին ՀՑԿՀ այն ժամանակվա նախագահը, ով վերջին ամիսներն էր վերընտրվել երկրորդ շրջան, եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը այդ շրջանի, ով համակարգում էր շուրջ 6-7 տարի էներգետիկայի ոլորտը։ Դրանք արդեն այն ակնառու գնահատականներն էին, այդ թվում նաեւ քաղաքական գնահատականները, որ ոլորտում կա որոշակի իրավիճակ եւ խնդիրներ, որոնք որ ենթակա են կտրուկ եւ հրատապ շտկումների ու լուծումների։ Դա 24 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն էր։ Նոյեմբերին, երբ նոր նախարարը նշանակվեց ՏԿ-ն, Պարոն Խուդասյանը, ես ունեմ ուրեմն հավաստի տվյալներ, որ պարոն Խուդասյանը այդ շրջանից սկսած, նշանակման առաջին օրից սկսած, ինտենսիվ աշխատել է հեծի սեփականատերերի ներկայացուցիչների եւ տնօրեն խորհրդի հետ, հեծում իրավիճակը շտկելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, այդ թվում նաեւ կառավարության գործուն աջակցությամբ բարեփոխումներ անելու, որպեսզի իրավիճակը ավելի չվատթարանա։ Հիշեցնեմ այդ շրջանում որևէ քաղաքական գործընթաց սեփական կողմից մեկնարկած չէր։ Եվ սեփականատերերը իրենք էլ ընդունել են, որ հեծում խնդիրներ կա։ Դրա վառապացույցն այն է, որ դեռևս 24 թվականի դեկտեմբերի վերջին սեփականատերի որոշմամբ ուրեմն ազատվեց տնօրեն խորհրդի այն ժամանակվա նախագահը եւ տնօրեն խորհրդի նախագահը նշանակվեց այդ շրջանի փոխնախագահը, իրենց մերձավոր ազգական Նարեկ Կարապետյանը։ Եվ այդ փոփոխությունից անմիջապես հետո Տաշիր ընկերությունը խմբի մաս կազմող ուղիղ կամ անուղղակի աֆիլիացված ավելի քան 20-25 ընկերություններից կադրային մեծ հոսք սկսվեց դեպի հեծ։ Բազմաթիվ մասնաճյուղի տնօրեններ ռոտացիա արվեցին կամ ազատվեցին, փոխվեցին։ Բազմաթիվ ցանցի պետեր, Երևանյան շահագործման շրջանի ղեկավարներ, էներգայացման շրջանի ղեկավարներ, դրանք բոլորը միջին եւ բարձր ուղղակի ղեկավարներ են հանդիսանում հեծում։ Եվ մի քանի տասնյակ նոր կադրային նշանակումներ ու ազատումներ տեղի ունեցան, ինչը ուղիղ ապացուցում է այն փաստը, որ սեփականատերը իրենք գիտակցում էին հեծում ստեղծված նախ ճգնաժամային եւ գրեթե ճգնաժամային վիճակը եւ դրա շտկմանն ու իրավիճակի փրկության քայլեր էին ձեռնարկում։ Եվ ավելին ասեմ, հունվար ամսից արդեն 25 թվականի մինչև մայիս ամիսը 7-8 աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել պարոն Խուդասյանի եւ հեծի արդեն նորանշանակ տնօրեն խորհրդի նախագահի միջև, որտեղ քննարկվել են առաջնահերթությունները, անելիքները եւ այդ ամեն ինչը բովանդակային մասով կառավարության համապատասխան մարմնի հետ ճշտել են, համագործակցել են, կառավարության աջակցությունն են ունեցել եւ պարոն Խուդասյանը բնականաբար վերադասության կարգով նաեւ այդ մասը զեկուցել է վարչապետին եւ միայն արդեն մայիսի 25-ին, եթե չեմ սխալվում օրը, երբ վարչապետը արդեն ինքը ազգային պատկերասրահ այցելելու արդյունքում դարձյալ անջատումներ, դարձյալ հոսանքի խափանումներ, դարձյալ էլեկտրամատակարարման ոլորտի խնդիրների ականատեսն է լինում, արդեն իմպերատիվ հանձնական է տալիս ոլորտի համակարգող նախարարին, որպեսզի գործում միջոցներ ձեռնարկեն, քանի որ գրեթե 6-7 ամիս տևած սեփականատերի հետ համագործակցության ջանքը արդյունք չէր տալիս համառորեն։ Եվ միայն դրանից հետո, երբ վարչապետը արդեն հստակ հանձնարարում է եւ իր հանրային խոսքում ասում, որ
անխուսափելիորեն հեծը պետք է ազգայնացվի, այլապես այսպես անհնարին է, սա արդեն ամենակար ժամկետներում կարող է հանգեցնել կառավարման ճգնաժամի եւ անխուսափելիորեն բերել էներգետիկ ճգնաժամ մեր երկրում։ Արդեն տկեն նախարարի լիազորությունների շրջանակներում հուլիսի ուրեմն կեսերին հաղորդում է ներկայացնում ոլորտը կարգավորող մարմնի ՀՑԿՀ-ի նախագահին մատնանշելով հաղորդման մեջ համակարգային խնդիրներ եւ մի քանի նաեւ կոնկրետ առարկական խնդիրներ ոլորտում արկա եւ դրանով նաեւ ակնկալում ոլորտը կարգավորող մարմնի կողմից գործուն քայլեր իրավիճակը շտկելու եւ օրենքով սահմանված հնգորյա ժամկետ կա այդտեղ էներգետիկայի մասն օրենքով երբ հանրենցարացիոնի կարգավորող հանձնաժողովի նախագահը պետք է որոշում կայացնի վարույթ հարուցելու կամ որևէ գործողություն իրականացնելու Իսկ եթե վարույթ է հարուցում, վարչական վարույթ, ապա վարչական վարույթի շրջանակներում դարձյալ 5 կանխարգելիչ միջոցառումներ պիտի իրականացնի, որոնցից մեկը նաև ժամանակավոր կառավարչի նշանակումն է պետության կողմից։ Եվ այդ որոշման շրջանակներում հարուցում է վարչական վարույթ հուլիսի 18-ին 20 թվականի եւ այդ նույն որոշման համաձայն ես նշանակում եմ որպես ժամանակավոր կառավարիչ հուլիսի 18-ից 2 օր անց շաբաթ կիրակել արանքում գնում Հուլիսի 21-ին, երբ արդեն առավոտյան վաղ նաև իմ լիազորությունները պատշաճ գրանցվում են նաև պետական ռեգիստրի գործակալությունում, ես ներկայանում եմ ժամը 12-ի կողմերը հետ ստանձնելու իմ լիազորությունները։ Սա քաղաքական։ Հիմա ձեզ հարց, հարգելի Սոնա, ձեզ հարց։ Որտեղ տեսակ փոխկապակցվածություն սեփականատերի քաղաքականությամբ զբաղվելու, եկեղեցուն իբր աջակցության կոչեր անելու եւ հեծը պետականացնելու գործընթացի մեջ ընդհակառակը հիմա ես կարող եմ քաղաքական գնահատական տալ հակառակը տեղի ունեցավ անխուսափելիորեն տեսնելով որ հեծը պետականացվելու է մարդիկ որոշեցին քաղաքականությամբ զբաղվել դրանով նաև իրենց որոշակի ալիբի ստեղծելու զսպաշապիկ ունենալու եւ հեծի ռազմավարական ենթակառուցվածքները արդարացիորեն պետությանը զիջելու այս անխուսափելի գործընթացը իրենք որակելու վերջնարդյունքում որպես իրենց քաղաքականությամբ զբաղվելու հետևանք, որը բնավ այդպես չէ, ես փաստերով ապացուցեցի հիմա եւ մի ձևակերպում եմ անպայմանորեն ուզում եմ տալ, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ բոլորս, ովքեր իրենց մղումներում ազնիվ են, շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես վերագտել իր դիմակայունությունը, իր կենսունակությունը եւ օրենքի ու սահմանադրության տարին համապատասխան ռազմավարական մենաշնորհային հսկա կորպորացիան վերադարձնում է պետությանը ու ժողովրդին։ Այն, որ ասում են խլվում է, դա խլվել է դեռևս հեռավոր 2002 թվականին։ Այ դա խլվել է։ Դրա մասին ուրիշ առիթով մանրամասն կխոսենք։ Ու ժամանակին խլված այսօր օրենքի եւ իրավունքի գերակայության պայմաններում պետությունը վերադարձնում է իրեն ու իր ժողովրդին եւ նաեւ ես կարեւոր եմ համարում ասել մեր բոլոր աշխատանքային քննարկումներին շաբաթական, ամսական, մասնաճյուղի տնօրենների, տնօրենությունների տնօրենների, ցանցի պետերի, ուրեմն շուրջ 100-120 հոգանոց խորհրդակցություններ մենք իրականացնում բարբերաբար աշխատանքային, տարբեր ուղղություններով, տարբեր խնդիրների հետ կապված բոլոր քննարկումների առանցքում ես միշտ մատնանշում եմ դոմինանտ է պետական շահը, դոմինանտ է հանրային շահը, իրականացնում են քաղաքացիական կենտրոն կառավարում, նաև այդ բոլոր առաջնահերթությունները մենք զուգակցում ենք սեփականատերի օրինական շահերի հետ։ Քանի դեռ իրավական առումով սեփականատերերը այս պահին հեծում դեռևս պետությունը չէ, մենք նաև հաշվի ենք նստում այդ իրավունքի հետ, որտեղ իրավունքի եւ օրենքի գերակայությունն եմ ես մատնանշում, եւ սեփականատերի նաև այսպես ասած շահերից է բխում այն, որ տասնյակ ուրեմն միլիարդավոր դրամների բարի ուղիղ իմաստով առերևույթ լվացքը դադարել է արդեն 9 ամիս հետ։ Ստորին, միջին, վերին օղակների այն տոտալ ալան-թալանը, թե էլեկտրաէներգիայի սպառման տեսքով, թե դա մոնետիզացնելու տարբեր մեխանիզմների տեսքով, թե ուղիղ կոռումպացված արժեշղթաների տեսքով, որոնց զոհն են դարձել բազմաթիվ կառուցապատողներ, դա բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, քաղաքացիներ, պարզ բաժանորդներ, բոլորին է հայտնի։ Ես մի օրինակ կարող եմ բերել, կա կոնկրետ ընկերություն, խոշոր կառուցապատող Երևանում, վարույթի հարուցումից շաբաթներ առաջ X պաշտոնյան հեծում իրեն մի կլորի գումար էր ուրեմն
մոտավոր նկարագրել, որ ամբողջ կառուցապատման համալիրը բազմաբնակարանային այդ ուրեմն թաղամասը սպառման համակարգը ցանցին միացնելու, բաժանորդ դարձնելու համար այդ թվում նաև ենթակառուցվածքը կառուցելու, ենթականներ կառուցելու, մինչև հաշվիչները տեղադրել եւ հանձնել բաժանորդին կարժենա մի քանի միլիարդ դրամ։ Վերջն արդյունքում օրենքի եւ իրավունքի գերակայության ընթացակարգերի պատշաճ կիրարկման ազնիվ հանձնառու պաշտոնյաների այդ գործակցության եւ իմ կայացրած որոշման արդյունքում 3 անգամ ավելի ցածր ինքնարժեքով ինքը այդ խնդիրը լուծեց, խնայելով 1.5-ից 1.8 միլիարդ դրամ։ Դա ուղիղ կոռուպցիա էր լինելու, ուղիղ մտնելու էր կոնկրետ անձանց խմբի կամ կոնկրետ անձի, չգիտեմ, գրպանը։ Այ դրանից ենք մենք ազատում մեր քաղաքացուն, մեր բիզնեսին ու մեր պետությանը հեծը պետականացնել։ Պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ բազմաթիվ են հարցերը, բայց ես երևի արդեն անցնեմ մեր բլից հարցերին։ Ես ժամերով կխոսեմ դրանցի մասին։ Ավելի արագ բլից հարցերին արձագանքել։ Մեկ բառով իշխանությունն ինչ է։ Արդարություն հաստատելու, քաղաքացու կյանքի որակի վրա դրականորեն ներազդելու եւ իրավահավասարություն ապահովելու գործիք է ինձ համար։ Որն է ավելի վտանգավոր՝ վատ որոշումը, թե ուշ որոշումը։ Վատ որոշումը միանշանակ, եթե որոշումը վատ է, ուշ որոշումը կարող է լավը լինել եւ վատը, բայց վատը արդեն վատ է։ Բայց ես կողմնակից չեմ նաեւ ուշ որոշման։ Որն է ավելի շատ վնասում քաղաքական գործին՝ հիշողությունը, թե ինտերնետը։ Ինտերնետը միջավայր է, կոմունիկացիայի գործիք է, որը որ անխուսափելի մտել է մեր կյանք եւ առանց դրա այլևս չենք կարող կառավարենք։ Ձեր կայացրած որոշումներից մեկը, որ կուզեիք կայացրած չլինեիք։ Շատ անդգրկուն հարց եք տալիս։ Չի ուզի խոսեմ այդ մասին։ Մի բան, որ երբեք չէիք անի, եթե նույնիսկ քաղաքականապես շահավետ է դա։ Դա արժեհամակարգային տիրույթի հարց է, ես ասեմ, եթե քաղաքականապես շահավետ է, պրագմատիկ քաղաքական տեսակետից, բայց բարոյական չէ, բայց համագործակցության կանոններին հակասում է, բայց բարեվարկության կամ հավատարմության, թիմայնության հետ խնդիր ունի, բնականաբար չեմ անի, որովհետև պրագմատիկ քաղաքականությունն էլ ինձ համար պետք է ելնի մարդկային պարզ օրենքներից։ Ինչն է ավելի դժվար՝ ճշմարտությունն ասել, թե ճիշտ պահին լռելը։ Ճշմարտությունն ասել միանշանակորեն պետք է եւ դժվար է, ինձ համար օրինակ, ինձ համար ճիշտ պահին լռելը շատ ավելի դժվար է, քան ճշմարտությունն ասել, որովհետեւ եթե ճշմարտությունը ճիշտ տեղում չասացի, դա կարող է ճակատագրեր արժանալ։ Ես ինչ չեմ ների հետո։ Դրա համար ճշմարտությունը պետք է ճիշտ պահին ասվի։ Ում եք ավելի շատ լսում՝ փաստարկներին, թե ինտուիցիան։ Ես հրաշալիորեն կարող եմ ասել համադրում եմ այդ երկուսը։ Իմ ներքին ձայնը ինձ շատ է օգնում եւ որպես կանոն չի սխալվում։ Ամենաշատը, որ օգտագործում եք բառը ձեր թիմում, որն է։ Հանձնառություն։ Իմ թիմի անդամները կասեն։ Հեծում առանց հանձնառության բոլոր օղակների չէր ստացվի մեր նախագիծը։ Քաղաքականություն, թե հանգիստ կյանք, եթե ընտրություն լիներ, որը կընտրեի։ Դե բանական մարդը միանշանակ կպնդի հանգիստ կյանք, իհարկե, բայց քաղաքականությունը իմ կենսակերպն է, նաև քաղաքականությունը ես եմ ընտրել քաղաքականություն, ես որևէ մեկից բողոքելու, դժգոհելու բան չունեմ։ Մի վերնագիր, որ ձեզ խոցել է, վիրավորել, նեղացրել։ Դե բազմաթիվ կան նման ներողություն ձևակերպման համար վարձու գրչակներ ցավոք շատ են վերնագրեր դրել, շատ են զրպարտող եւ հերժուրանք տարածող հոդվածներ իմ անձի իմ քաղաքական գործունեության հետ կապված իրականացրած սկսած Կոտայքի մարզպետի իմ գործունեությունից եւ բոլոր կարգավիճակներում, այո, իհարկե, վիրավորանք պարունակող վերնագրեր շատ են եղել եւ մի քանի նաեւ դատական հայցեր ունեմ։ Մեկը արդեն հաղթած է, եւս մի քանի հայցեր այսպես զրպարտանքի վիրավորանքի նաեւ փաստերով ընթացքում է։ Վաղ արթնանել, թե մինչև օրվա ուշ ժամը աշխատել։ Վաղ արթնանալ եւ մինչև օրվա ուշ ժամը աշխատել արդեն 9 ամիս մի քանի օր է։ Մի գիրք, որը խորհուրդ կտաք հիմա կարդալ։ Ես ճիշտն ասած առաջնորդության, մենեջմենտի նաեւ վերաբերյալ շատ գրքեր եմ կարդացել ու կարդում եմ, բայց ճիշտն ասած այս վերջում մի հատ որս գիրք տեսադաշտով կարդացի ու ահագին խորքեր վերհանեցի, դա Վանոյի Վազգենի ընկերության մասին գիրքներ,
Մեդիամաքսներ հրապարակել։ Օնլայն եք կարդում։ Չէ, ձերքի տակ կար։ Վանո եւ Վազգեն հին ընկերները կարծեմ այդպես էր կոչվում։ Վերջերս էր հրապարակվել։ Շատ լավ էր։ Վերջեր հրատարակումներից էր ու ահագին քաղաքական խորքեր կա, թեպետ երկու հայտնի գործիչների կյանքի, կենսագրության, համագործակցության, միմյանցից նեղանալու, բայց նաև իրար հավատարիմ մնալու, իրար կարոտելու, այսպես ասած, էպիզոդները գիրքը պարունակում։ Բայց օրինակ այդ գրքում ես փորձեցի գտնեմ նաև այն շրջանում, թեպետ ինքը շատ հեռավոր անցյալ չի, բայց նաև մոտ էլ չէ, արդեն մոտ 30 տարվա, այսպես ասած, անցքերը այսօրվա տեսակետից նայելու, գնահատելու ու մեր այսօրվա քաղաքական իրականության հետ համեմատելու։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր պետությունը բավականին կայացած ինստիտուտներ ունի եւ մեր պետական քաղաքական գործիչները նաեւ շատ ավելի հաշվետու են, շատ ավելի թափանցիկ են աշխատում, բնավ կասկածի տակ չդնելով նաեւ այդ որակները նախքին այդ գործիչներն նաեւ այդ թվում նաեւ երկու այդ ռահվիրաների մասով ասեմ, ինձ համար երկուսը ռահվիրա են ու քաղաքական գործընթացների առումով շատ հետաքրքիր զուգատիպություններ ու շատ հետաքրքիր շերտեր կարող են գտնել կարդացողները, խորհուրդ եմ տալիս։ Ֆիլմը, որը կարող եք անընդհատ դիտել եւ մի քանի անգամ դիտել եք արդեն։ Կան դες ֆիլմեր շատ կան։ Ես ավելի շատ պատմական, այսպես ասած, ֆիլմեր եմ սիրում, բայց նաեւ դրամաներ կան, որ սիրում եմ, բայց օրինակ Կնքայրը ֆիլմը, չգիտեմ, կարող է մեր աուդիոյը շատերին դուր չգա, բայց ես սիրում եմ այդ ֆիլմը, շատ եմ դիտում ու կյանքի ճշմարտությունն եմ վերհանում այդ ֆիլմից։ Մի բան, որ մարդիկ սխալ են հասկանում ձեր մասին։ Գուցե իմ պահանջկոտությունը կամ պետական կարևորության հարցերում իմ կտրուկ եւ անզիջում վճռականությունը շատերի դուրը չի գալիս, սկսած կադրային քաղաքականությունից, վերջացրած օրինակ կոնկրետ գործիչների հետ կապված իմ հետևողական, այսպես ասած, վերաբերմունքը, գուցե սխալ են հասկանում, բայց ես բոլոր այդ որոշումներով կրկին անգամ պնդում եմ, որ ելնում եմ բացառապես պետական շահից։ Եվ այս ամսվա ամենահումորային պահը ձեր աշխատանքի ընթացքում ո՞րն է եղել։ Հումորներ շատ ենք անում, մի քիչ թոթափելու մեր ծանրաբեռնվածությունը, բայց որպեսզի տենց մատնանշեմ ուղիղ հումորային պահ, տենց չեմ կարա հիշեմ, բայց օրինակ կարամ այլ ասենց ասած իրավիճակ վկայակոչեմ, որ ես աշխատավոճ ունեմ, որ օրինակ կարող է կոնկրետ տեսուչ, մենք ունենք մի քանի հազար տեսուչներ, ինձ Facebook-ով ինչ-որ մի հատ խնդրի մասին մտահոգություն հայտնի եւ ինձ բարձրաձայնելով ես բնականաբար առաջ հարց տալիս եմ, իսկ ինչի վերադասի չես ասում, վերադասության կարգով խնդիրը հասցեագրվի, որտեղ դες ծվերև կա տեղամասի պետ, կա ներկայացման շրջանի պետ, կա ցանցի պետ, մասնաճյուղի տնօրեն, իրենց տեղակալներով եւ այլն, եւ իմ տեղակալներ նաեւ ու խորհրդականներ բազմաթիվ։ Ու շատ դեպքերում բարձրապես վստահության պակասն է, որ անձ ուզում է անձամբ ինձ ասի։ Ինչպես օրինակ լիքը կենցաղային հարցերով վարչապետին են գրում։ Եվ վարչապետը բոլոր դրանք հասցեագրում է տարբեր մարմինով, ես դա գիտեմ։ Եվ լինում են դեպքեր, երբ խնդիրը բարձրաձայնում է ինձ մոտ, ես խնդիրը անորոշ առաջադրում եմ մասնաճյուղի տնօրեններին եւ ցանցի պետերին, դրանով նաեւ իրենց կոմպետենտությունը փորձելու, տեսնեմ արդյոք իրենք ունակ են այդ խնդիրը վերհանելու եւ պատշաճ զեկուցելու, ու շատ դեպքեր է լինում, որ ասենք իմ ամենամտերիմ ընկերների, վստահելի մարդիկ, ասենք գալիս զեկուցում, որ իդեալական այնտեղ, որևէ խնդիր չկա, ստուգել ենք, ասում, էսի շերտ է, հա, խոսացրել, կոնկրետ մարդուն են տալիս, մենք հա իրան հարցրինք, ասեցա, բայց ակնհայտ որ դիպես չի, էլի։ Ու ես բարձա որ ժողովրդական խոսքալ երես բերես եմ անում։ Ասում, այս խնդիրը այս մարդը հասցեագրե, եթե պատշաճ հասնեիք այդտեղ, այդ խնդիրը չէր հասնելու ու հետագայում արդեն ու այդ ամեն ինչը կյանքի դաս է։ Եթե նման մի միջադեպ ունենում ենք, արդեն բոլորը գիտեն, որ նմանատիպ կրկնությունը դաժան է լինելու հետևանքը, ու արդեն այդ հարցում գիտեն, որ մի համակարգային լուծում տվեցինք։ Նմանատիպ դրվագներ հետագայում առիթ կլինի, ասեմ շատ եղել։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, Ես եմ շատ իսկապես անկեղծ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի Արմլու լրատվականի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։